Ողջույն սիրելի մարդիկ, ես Կարինեն եմ։ Օրագիր լրատվականի հարթակում զրուցում ենք զարմանալի մարդկանց հետ։ Թեման գիտությունն է, զրույցի այսօրվա նյութը ձկները։ Մեր հյուրն է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կենսաբանական քիմիայի եւ նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը։ Բարև ձեզ, պարոն Պիպոյան։ Շատ հետաքրքիր են ձկները, նախ մարդը նրանց նույնացնում է լռության հետ եւ զարմանալի է, որ այս լուր կենդանիները, թեև ինձ թվում է մեզ է թվում, որ նրանք լուր են, այնուամենայնիվ դարձել են աշխարհի կարևորագույն եւ ամենախոշոր կրոնական ուղղություններից մեկի քրիստոնեության սիմվոլը։ Իսկ կենսաբանի տեսանկյունից ինչ են ձկները։ Շատ հետաքրքիր հարց եք տալիս, թե ինչ են ձկները։ Դրանք օրգանիզմներ են, որոնք ապրում են ջրում, որոնք շնչում են խռիկներով եւ որոնց մարմինը պատված է թեփուկներով։ Եթե այս երեք հատկանիշները գումարենք իրար, ապա կարող ենք ստանալ պատկեր, ըստ որի բոլորը կարող են տարբերակել ձկներին մյուս բոլոր ողնաշարավոր կենդանիներից։ Այնպես որ ձկները քիչ առաջ նշեցիք, որ լուռ են, իրականում ամենաշատախոսն են։ Նույնիսկ նախկինում եղել են դեպքեր, երբ որ ձկնորսները որոշելու համար թե ձկներ կան, թե չկան, թիակը մցրել են ջրի մեջ եւ ականջը հպել են թիակի ծայրին փայտի։ Եվ այդ դղրդոցը, որը որ ջրի տակ բան, նրանք որոշել են իրենց հետաքրքրող ձկնատեսակը արդյոք կա ջրում, թե ոչ։ Նոր հետո իրենց ցանցը նետել են ջուրը։ Իսկ թե ինչով են խոսում ձկները, լեզվով չեն խոսում։ Նրանք խոսում են իրենց խռիկների, իրենց ոսկորների, լողափամփուշտի կամ ասենք թե լողակների հպումներով մեկը մյուսին, այսինքն նրանք ձայներ են արձակում ջրի տակ, ընդ որում այդ ձայները խիստ մասնագիտացված են յուրաքանչյուր տեսակի համար։ Օրինակ ասենք, ես ձեր ձայնը կարող եմ լսել։ Այ հեռախոսով ինչ որ մեկի հետ խոսում, ասեմ, դուք եք տիկին Կարինե, այսինքն ձեր ձայնը ճանաչել է ինձ որպես մեկ անգամ լսել, ուրիշների հետ չեմ խառնի։ Նույն ձևով ձկները իրենց տեսակին կարող են որոշել այդ ձայների հաջորդականությամբ, ընդ որում դրանք որոշակի բարձրություն ունեն։ Եվ այդ բարձրությանը որոշակի իմաստով նրանք ընկալման։ Թե հիմա ձկան մարմինը ո՞նց է ընկալում, որտեղ նրանք ականջ չունեն։ Անմիջապես միջին ականջ չունեն, ունեն միայն ներքին ականջ, եւ այդ ներքին ականջն է, որ իրենց թույլ է տալիս լսել, ընդ որում օգտագործելով եւ մարմնի այդպես տատանումները եւ լողափամփուշտի տատանումները ոսկրային ձկների մոտ։ Այնպես որ ձկները եւ լսում են, եւ խոսում են, եւ շատախոս են։ Շատախոս են, զարմանալի է, բայց ձայնալարեր չունեն։ Իհարկե ասեցի, ձայնալարեր չունեն, նրանք ասեցի լողակներով, լողափամփուշտի տատանումներով, մարմնի զանազան մասերը իրար հպելով, նրանք այդպիսի ձայներ են արձակում եւ լսվել են դառնում մեկը մյուսին։ Իսկ քանի տեսակի ձկներ կան աշխարհում։ Մարդկությանը հայտնի, որովհետև շատ հետաքրքիր հարց եք տալիս, որովհետև ես ես հիմա կտամ ամենավերջի տվյալը, որովհետև բոլոր դասագրքերում, որոնք այսօր գործում են Հայաստանում, անգամ աշխարհում, տեսակների թիվը ձկների հաշվում է մոտավորապես 21,000-ից մինչև 30,000-ի տատանումներով։ Այսօր արդեն 2026 թվականին պաշտոնապես նկարագրված է մոտ 37,000 տեսակ ձուկ։ Իսկ դա ավելի շատ է, քան մնացած բոլոր ողնաշարավորները, դրանք երկենցաղներ սողուն, թռչուն, կաթնասուն, բոլորը իրար հետ այդքան չեն անում։ Հետևաբար ողնաշարավոր կենդանիներից ամենաբազմաքանակը ձկներն են եւ ամեն օր, համարը ամեն օր նկարագրվում է որևէ նոր տեսակ։ Ծովերը, գետերը մեծամասամբ ուսումնասիրված չեն եւ այնտեղ շատ դեռ գաղտնիքներ կան։ Եվ այդ գաղտնիքները բացահայտելու համար գիտնականները օգտագործում են զանազան տեխնիկական միջոցներ, որոնք տարեցտարի գնալով կատարելագործվում են։ Բացի դրանից գոյություն ունի մի շատ հետաքրքիր միտում գիտության մեջ, դա գենետիկական ուսումնասիրություններն են։ Եվ հիմա գենետիկական ուսումնասիրությունները վկայում են, որ նախկինում ենթատեսակ կամ պոպուլյացիա, այսինքն առանձին խումբ կենդանիներ, դրանք առանձին տեսակներ են։
ու վերանկարագրվում են արդեն հայտնի ձկները որպես նոր տեսակ։ Դրանով է պայմանավորված, որ մենք կտրուկ տեսնում ենք ձկների տեսակների աճ եւ ամեն տարի նրանք շատանում են։ Ընդ որում գերակշիռ մասը դրանցից ոսկրային ձկներն են, մոտավորապես 36,000-ը, իսկ մոտ 1200 տեսակ դրանք կրճիկային ձկներն են, շնաձկները, թմրաձկները, դրանք ավելի քիչ են։ Իսկ ոսկրային ձկների բազմազանությունը չափից դուրս մեծ է, մոտ 44 կարգի պատկանող խմբի շատ հետաքրքիր տեսակներ են։ Երբ են ձկները ձևավորվել որպես տեսակ։ Ձկները որպես օրգանիզմ, այդպես անվանենք, որպես խումբ կենդանիների մոտավորապես 300 միլիոն տարի առաջ, այս կենդանիները արդեն իսկ նրանց նախահայրերը ապրում էին օվկիանոսում։ Դրանք առաջի ողնաշարավոր կենդանիներն էին, որոնք սկիզբ տվեցին ժամանակակից ձկներին։ Ընդ որում շատ հաճախ գիտնականները փորձում են ասել, թե կրճիկային ձկներն են սկզբում եղել, թե եղել են ոսկրային ձկները։ Պատմության թատերաբեմում դրանք զուգահեռ են հայտնվել։ Ոչ նա եւ ոչ նա, այսպես ասած, հնության առաջնությունը չունի։ Ունեն ընդհանուր նախահայր, ընդ որում դրանք եղել են բոլորաբերանավորներ, այդ ձկնանման օրգանիզմներ են եղել, որոնք չեն ունեցել ծնոտներ։ Նրանց ծնոտները եղել են կլոր, բոլորաբերանավորներ են կոչվել դրանք։ Եվ ենթադրվում է, որ բոլորաբերանավորների նախահայրը, որը ապրել է, ինչ-ինչ պատճառներով հետագայում ձևավորել են ծնոտներ եւ հետո զարգացել են ժամանակակից ձկները։ Ուրեմն ձկնանմաններ կան ընդհանուր, որոնցից մոտ 100-120 տեսակը դրանք բոլորաբերանավորներ են, իսկ մնացած մոտ 37,000-ը դրանք ծնոտաբերանավորներ են, որոնք բաժանվում են կրճիկային ձկների եւ ոսկրային ձկների։ Եվ արդեն ասացի, որ ոսկրային ձկները կազմում են ժամանակակից ձկների մոտ 93-ից 95%։ Բազմազանությամբ տեսակի։ Քանակական առումով չենք փորձի մեկնաբանել, թե որոնք են շատ։ Տեսակ կա, որոնք շատ քիչ է հայտնի, տեսակ կա, որ շատ է հայտնի, բայց բոլոր դեպքերում տեսակը որպես այդպիսի ոսկրային ձկները առաջին տեղում են գտնվում։ Իսկ որ տեսակն է, որ բոլորից երկար գոյություն ունի, եթե կարող եմ հարցս այսպես ձևակերպել։ Շատ լավ։ Ավելի մոտ է իր նախատեսակին։ Ուրեմն մոտավորապես 1937 թվականին Սմիթ ազգանունով շատ հայտնի գիտնական կար, ձկնաբան։ Ստանում է Լատիմեր անունով Հարավային Աֆրիկայում գտնվող թանգարանից, բնության թանգարանի տնօրենը կին էր, Լատիմեր ազգանունով։ Ստանում է տեղեկություն, որ գիտես ինչ, բռնվել է այսպիսի մի ձուկ եւ ուղարկում է նկարը։ Գիտնականը նայում է, ես զարմանում, ասում եմ, ինչ ձուկ է, սա վերացած պետք է լինի մոտավորապես 65-ից 150 միլիոն տարի առաջ։ Նա հնարավոր չի, որ սա գոյություն ունենա ու անմիջապես Լոնդոնից, եթե չեմ սխալվում, այն ժամանակ այդ ինքը ապրում էր Լոնդոնում, գալիս է Հարավային Աֆրիկա, Cape Town եւ տեսնում է կիսա քայքայված է ձկանը։ Իր աչքերին չի հավատում, որ նման ձուկ կարող է նա դա ժամանակակից լատիմերյան է, իր այդ կնոջ անունով են բանալ ցելեկանտ կամ լատիմերիա։ Եվ հետաքրքիրը որն է, որ ինքը 17 տարի շարունակ փորձել է փնտրել այդ ձկանը, որը բռնվել էր Մոզամբիկի նեղուցում, դա Աֆրիկայի եւ Մադագասկարի արանքում եղած ուրեմն նեղուցը ընդունենք այդտեղից ու 17 տարի չի կարողանում գտնի միջև որ Կոմորյան կղզիների մոտ երկրորդ առանձնյակն է բռնում։ Բանից պարզվում է, որ այդ ձուկը, որը բռնվել էր այդտեղ ինչ-ինչ պատճառով ջրի հոսքով եկել էր այդտեղ, իր հիմնական բնակատեղը չէր եղել։ Եվ գտնում են այդ նոր տեղը Կոմորյան եւ արդեն մոտավորապես մի երևի 200-300 առանձնյակ արդեն հայտնի է։ Եվ ձեր հարցին ի պատասխան կենթանի բրածոներ, ոնց որ ասում են, միջև հիմա ապրում են, դա մոտ 150-160 միլիոն տարեկան այդ ձկներն են։ Ընդ որում դրանք վրձնալողակ ձկներ էին լատիմերյաները եւ եզակի ինչի համար, որ համարվում է նրանք են հանդիսացել ժամանակակից ցամաքային կենթանիների նախահայրը։ Նրանց վերջույթները ունեն մոտավորապես մեր վերջույթների նմանվող կառուցվածք եւ դա է հետաքրքիրը, որ ամենակարևորներից մեկն էլ մոռացա ասեի, ինչի համար է համարվում ցամաքային ողնաշարոր նախահայր, որովհետեւ բրածո մնացորդների մեջ հստակ երևում էր, որ նրանք ունեին ներքին քթանցքներ։ Ինչա դա նշանակում։ Դա նշանակում է, որ նրանք հնարավոր է շնչել են մթնոլորտային օդով։ Բրածո մնացորդների մոտ երևում էր, որ նրանք ունեն լողապարկ կամ թոքապարկ,
որը ամենայն հավանականությամբ թոքի դեր է կատարել։ Ժամանակակից լատիմերիան, որը որ կա, ոչ ներքին խոհաններ ունի, ներքին քթանցքները չունի, Մուտացվել է։ հա, չասեմ մուտացվել է, հնարավոր է նրանք տարբեր ճյուղերով են զարգացել։ Չի կարելի ասել, որ տվյալ ձուկը ընդհանրապես մեկ տեսակ եղել։ Նա եղել է նախահայր ինչ որ մի բանի կամ եղել են մի քանիսը։ Նրանք մոտիկ տեսակներ են։ Մի տեսակի մոտ եղել է, մյուսի մոտ չի եղել, ինչ ձևով, եւ հիմա գոյատևել են հատկապես նրանք, որոնք որ ավելի հարմարված են եղել խորջերյա կենսաձև վարելու։ Ընդ որում, եթե այս ձկներին սկսեցին նկարահանել ստորջերյա պայմաններում, միջև այդ հանում ընջերից ինքը մահացած էր, ընդ որում հենց հանում ջերից մի ժամ, 2 ժամ հետո մահանում էր, չէր դիմանում, եւ առաջին եթե չեմ սխալվում, ճապոնացի ջերասուզակները նկարահանեցին ջերի տակ, թե ինչպես է շարժվում այս կենդանին, իր վերջույթների վրա հանգիստ, ոնց որ քայլի գետնի վրա, ջերի տակ, բայց մենակ անհանգստության դեպքում պոչի լողակը այնպես շարժում է ու շատ արագ հեռանում, բայց քայլում էր վերջույթների վրա, այսինքն նույնիսկ ստորջերյա կենսաձևում նա ցույց է տալիս, որ ինքը հանդիսանում է ժամանակակից չորքոտանիների նախահայրը, վրձնա լողակ, որով շատ տարբերում է մնացած բոլոր ձկներից, սա ունիկալ բան է։ Իրանց մոդիկ ցեղակիցներ կան, դրանք երկշունչ ձկներն են։ Այստեղ արդեն ձեզ հարցնում, արդյոք ձկները կարող են օդով շնչել։ Ձեր պատմածի հիման վրա կասկած առաջացավ գուցե։ Հիմա որ եթե ժամանակակից ձկներն են ենթադրենք, արդյոք նրանք կարող են շնչել օդով։ Դե մենք գիտենք, որ ոչ։ Հիմա բանից պարզվում է, որ ձկների տարբեր խմբեր, ընդ որում մենակ դրանք չէ, շատ տարբեր խմբեր կա, եթե թույլ չտաս օդով շնչելու, նրանք ջրի մեջ կխեղդվեն։ Վայ։ Ու պատկերացրեք նույնիսկ այդ տեսակները, որոնք հիմա գնանք ցանկացած ակվարիումիստի մոտ Երևանում, որը պահում է գուրամի, ակլորիկ կամ ասենք լալյուս մակրոպոդ, դրանք հենց պատկան լաբիրինթոսավոր ձկներին։ Ինչ է կատարվում նրանց մոտ։ Խռիկային վերին բաժնում ձևավորվել է որոշակի համակարգ խողովակների, որտեղ արյունատար անոթները խիստ ցանց են կազմում։ Ուրեմն նորից էլի պատմության անդրադառնամ, որովհետև կարծում եմ պատմությունը շատ ավելի հետաքրքիր է մեկնաբանում, որովհետև կենթանաբանական հայտնագործությունները գալիս են հենց այդ պատահականություններից։ Ուրեմն 15-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին ձկներին տեղափոխում են ակվարիումային ձկներին տեղափոխում են նավերով, ինքնաթիռ չկար եւ դա տևում էր ամիսներ։ Վերցնում էին տակառներ, ջուրը լցնում էին, հետո փակում էին շատ ամուր, որպեսզի ջուրը չթափվի եւ նավերը 2, 3, 4 ամիս գալիս են հարավ-արևելյան Ասիայից Եվրոպա եւ այնտեղ նոր բացում են։ Այն տեսակները, որոնք որ այդ իմ ասած գուրամիներին, լաբիրինթոսային ձկներին էին պատկանում, բոլորը սատկած էին։ Երկար ժամանակ չէին հասկանում պատճառը որն էր։ Մյուսները նորմալ հասնում են, սրանք չեն հասնում։ Հետո պարզվեց, որ այս ձկնատեսակները բարձրանում են անպայմանորեն օդից մի կաթիլ վերցնում են մի ինչ-որ բաժին, որպեսզի ուղարկեն իրենց այդ լաբիրինթոսային հատվածը եւ այնտեղից օդը թթվածինը անցնի արյան մեջ։ Ընդ որում էլի զարմանալի բան ասեմ, որ նրանք նույնիսկ օդից բներ են պատրաստում։ Բներ, որտեղ ձվադրում են, փաստորեն նրանց ձկնկիթը զարգանում է օդային միջավայրին եւ ոչ թե ջրում, ինչպես մնացած բոլոր ձկներին։ Ինչպես են սարքում։ Ես դա կարող եմ պատմել արդեն իմ անձնական օրինակից։ Ես ուղղակի վերջացնեմ միտքը ու հետո պատմեմ, թե ինչպես է նրանք բուն կառուցում, դա ունիկալ բան է։ Եվ ոնց եմ քնել ոտքի վրա առաջի անգամ։ Ուրեմն բանից պարզում է, որ այս ձկները եթե այդ տակառի մեջ օդը պակասել է, նրանք չունեն, հա, այսպես ասած օդ գտնելու եւ սատկում են փաստորեն հենց այդ թթվածնի պակասից, որը օդից պետք է վերցնեն։ Ու ինչ վերաբերում է երկշունչ ձկներին, ապա նրանք մինչև 5 տարի նրանք կարող են առանց ջրի մնալ գետնի տակ։ Իրենց համար պատիճ են պատրաստում, երբ որ ջուրը ցամաքում է։ Դա աֆրիկյան, այսպես պրոտոպտերուսներ են, այդպես է կոչվում։ Աֆրիկյան պրոտոպտերուս տեսակ այդպեսին, ընդ որում իրենց լողակները ձևափոխվել են երկար թելանման գոյացությունների։ Ուրեմն կառուցում են ջուրը պակասեց, անձրևը եկավ, նրանք թաղվում են տիղմի մեջ, կառուցում են այդ պատիճը եւ այդտեղ մի փոքր անցք են թողում, որտեղից օդը կարող է մտնել եւ նրանք շնչում են իրենց թոքապարկով, որը ձևափոխված լողափամփուշտն է։ 5 տարի։ Պատկերացեք աֆրիկացիները վերցնում են այն մասը, որտեղ որ կավահող է, չկասկածելու որտեղ ձուկ կա,
իրենց շենքերի պատերն են կառուցում տների, հետո անձրև է գալիս եւ այդ ձկները անձրևի բանից դուրս են գալիս պատի մեջից կենթանի, պատկերացնում եք։ Այնպես որ էլի կան ձկներ, որոնք շնչում են օդով, բայց վերադառնանք ձեր ասած թե ոնց են բունը կառուցում։ Ուրեմն երբ որ ես դեռևս դպրոցական էի, 9-րդ դասարան էի, ես գնացի կենթանայինների շուկայից այդ մակրոպոդներին։ Ես գիտեի, որ իրանք պետք է բազմանան օդով եւ այլն։ Ինչ ուրեմն բերեցի էքին եւ արուին, մի փոքրիկ ակվարիում հատկացրեցի ու ես պատրաստվեցի դիտել։ Այնտեղ շատ դժվար էր այդ տարիներին ճարում 15 վատանոց լամպ, սառնարանի լամպը հանեցի մեր, սարքեցի որ իբր թե լուսնի լույս է։ Եվ կախեցի ակվարիումի վրա ու ես գիշերը հիշում եմ ժամը 1-ին ուրեմն արուն սկսեց ակտիվ էքին լարել։ Այն որում ինքը օդից օդ է վերցնում ու բաց է թողում, թքով շաղախում է եւ պղպղջակներ է տակից բաց թողում։ Ու ջրի երեսին փրփուր է կազմում մոտավորապես մոտ 10 սանտիմետր տրամագծով, 2-3 սանտիմետր հաստությամբ օդ փրփուր։ Դա թքով շաղախված դրանք պղպղջակներ են։ Հիմա էքին բան անում, քաշում է իր մոտ։ Էքը եթե պատրաստ է, գալիս է արուի մոտ, ինքը ձեռքով ցույց տամ երևի դա կերևա, շատ հետաքրքիր է, եթե տեսանյութը լինի, դա ունիկալ է։ Ուրեմն պատկերացրեք ձուկը արուն կանգնում է բնի տակ, այսպես գլխի ներեցու էքը։ Արուն գալիս է գլուխը դնում է մի կողմի վրա, հետո ոչ մարմինը բանը պտտացնում է նրանց մոտ ու սկսում են այսպես փոքր տատանումով։ Այդ մոմենտին էքը ձկնկիթը բաց է թողում, ընդ որում արուն էլ կաթը Վերնավորում է կատարում արտակին, հետո այքը գնում է մի կողմ, արում միանգամից հավաքում է ձկնկիթը ու մսնում է յուրաքանչյուր ամեն մեկին մի պղպղջակի մեջ։ Եվ այդպես գնաց մոտ գիշերվա ժամի հիշում եմ, որ մեկն էր ես նայում էի, հետո ինչ-որ բան եղավ, տենամ 3-ն է ժամի ու տեսնեմ որ արուն սպանում է համարյա էքին փոքր այո եթե էքը եղավ երկար ժամանակ մոտ բնության մեջ էքին լարում ինքը չի թողում որ էքը լինի իր բնի մոտ ինքը պաշտպանում է բունը ինքը չի թող անգամ եթե մատս էլ մցնեի հարձակվում էր մատից վրա չի թողում որևէ մեկ իր ձակերին մոտենա Այսինքն արունը ավելի հոգատար արունը շատ տեսակներ որքան է զարմանալի լինի բնության մեջ արուները երբեմն ձկների մեջ շատ ավելին են նույնիսկ ասեմ թե ոնց է հղիանում արուն ճակերտավոր դրա մասն էլ կարող են լավ եւ այսպես ստացվեց որ ես ոտքից վրա քնել էի մոտ 2 ժամ ու հետո մի կերպ էտեկին որ արդեն պատառոտված իր լողակներով անեցի եւ բաց թողեցի մյուս ակվարիումի մեջ թե չէ արուն կսպաներ հետո 6 օրից հետո ինքը արդեն երբ որ ձակերը դուրս են գալիս ու սկսում են լողալ ընդ որում այդ ընթացքում ինքը ոնց է խնամում ինքը անդադ պղպղջակները պատրաստում ձակը եթե հանկարծ ընկնում բերանով վերցնում նորից վերադարձնում է իր բոլորոցի մեջ եւ այդպես շարունակ ընդ որում գիտության տեսանկյունից դա ունիկալ է ինչ իմաստով օդային միջավայրում զարգացող թրթուրները ձկների այդ ձակերին թրթուր են անվանում որ նման չի հասուններին բացարձակ կառուցվածքով շատ տարբեր են թրթուրները հեչ նման չեն իրենց ծնողների ունեն շատ երկար խռիկներ որոնք օդից են վերցնում թթվածին է դա ունիկալ հարմարանք է ինչի համար այնտեղ որտեղ իրենք ապրում են ճայճներ թթվածինը շատ քիչ է ջուրը շատ է տաքանում եւ ձկները ընտրել են բազմացման այս տարբերակը որպեսզի կարողանան գոյատևել նույնիսկ այնտեղ երբ որ ուրիշները չեն կարող ապրել այնպես որ ձկների մեջ շատ հետաքրքիր բաներ կան իսկ երբ որ ասում եմ հղի ձկնիկ դուք ծովաձյուկ տեսել եք ծովաձյուկների մասին գիտեմ այո ահա դուք գիտեք որ նրանց արունը հղի անում ճակերտների մեջ այսինքն դա բավական ընդ որում ավելի մի բան ասեմ որ կարող չէ նրանք մոնոգամ են մեն ամուսնություն ունեն նրանք երբ որ զույգ են կազմում իրարից չեն անջատվում իրանք եկը միշտ ման է գալիս ամուսնու հետ բայց ամբողջ խնամքը ընդ որում արուն այդ բազմացման ժամանակ երբ որ նրա որովայնի վրա առաջանում է ճեղք երբ որ էքը դնում է այնտեղ ձկնկիթը առաջանում է արգանդի նման ինչ որ մի բան երբ որ արուն կարողանում է որոշակի սննդանյութեր տալ մեծացող ձակուկներին որոնք որ աճում են այդտեղ որոշ ժամանակ մինչև որ ծննդաբերի արուն այսինքն սկսում է կծկումներ որովայնի մինչև որ այդ ճեղքից ձակերը դուրս են գալի թվականակով նրանք կարող լինել մինչև մի քանի 100 այնպես որ միանգամից հա իրար հետևից անդադ դուրս են գալիս մի այդ դեպքում մի հարց ձեզ դու գիտեք քանի ձկնկիթ կարող են դնել ձկները ես մտածում եմ մի քանի տասնյակ բայց հիմա տեսողականորեն հասկանում եմ որ հարյուրների
Հարյուրների։ հասնում են, հա։ Ձեր պատկերացած ամենաշատը ինչքան կլինի Չեմ կարող ասել։ Մոտավորապես, ինչ անպայմանավոր ճիշտ ասել։ 1000-1200։ 1200։ Լավ, ուրեմն ամենաքիչ լավ իշխանը մեր որ կա, Սևանի իշխանը, ինքը եթե Գեղարքունու մասն է, բավական խոշոր էքը կարող է դնել 3-ից 5000 ցկնկիտ։ Բայց դա ամենանվազագույններից մեկն է։ Բավականին պատղաբեր են։ Ես կասեմ ինչու են պետքաբեր եւ ինչու բան։ Ուրեմն նայեք, լուսին ձուկ կա։ Լուսին ձուկը դա երբ որ տեսնեք իրեն արտաքինից իսկապես ոնց որ լուսին լինի։ Շատ զարմանալի տեսակ է, ընդ որում Գինեսի ռեկորդագիր, որտեղ ոսկրային ձկներից ամենածանրաքաշն է։ Հասնում է մինչև 2 տոննա 800 կիլոգրամի։ Ընդ որում դա դեռ սահմանը չի, որտեղ կա կետային շնաձուկ, էլի ձուկ է, որը որ հասնում է մինչև 18 մետրի։ Եվ 30-40 տոննայի, դրա մասին չեմ խոսում։ Ոսկրային ձկներից ամենածանրը լուսին ձուկն է։ Ընդ որում նրա լողունակությունը այնքան ցածր է, որ հազիվ է ոնց որ շարժվում, պոչ չունի, ունի վերի եւ ստորին, ասենք մեջքի լողակ եւ փորի լողակ, որի շարժումներով մի կերպ ոնց որ շարժվի ջրի մեջ։ Ասեմ որ ինքը շատ վատ ուսումնասիրված տեսակ է, մի տեսակ չի, մի քանիսն են, բայց այդ մոլա լատիներեն հաշվել են, որ այդ մի էքը, սեռահասուն էքը, կարող է դնել 300 միլիոն ցկնկիտ։ Դուք ասում եք 1000-1500։ 300 միլիոն ցկնկիտ կարող է մեկ էքը դնել, բայց ամենահետաքրքիրը որն է, որ այդ 300 միլիոն ցկնկիտից ընդամենը սեռահասունության հասնում 2-3-ը։ Որովհետև նա ուղղակի ջրի մեջ բաց է թողում իր ցկնկիթը, կոչվում է պելագոֆիլ ցկները իրենց բազմացման տեղավայրով իրենց որոշակի անվանումներ ունեն։ Այսինքն ջրի միջին շերտերում ծվադրող տեսակ, այդպես անվանենք։ Հիմա վերադառնանք մեկ ուրիշ փոքրիկ ցկնիկի, որին անվանենք եռափուշ փշաձկնիկ։ Ինքը մոտավորապես 7-8 սանտիմետրանոց ցկնիկի ապրում է Եվրոպայի ամենաբոլոր գետերում, ընդ որում աղահամ մասերում, գետերը որտեղ որ օվկիանոս են թափվում, այդտեղ իրան կարող է նույնպես ապրել, ու սրանց բնորոշ է արուներին, բույն կառուցելը, ջրի տակ նրանք արդեն կառուցում են իսկապես խրճիթ։ Ծառի ներողություն բույսերի տերևներից, ճյուղերից կառուցում են խրճիթ եւ իրենք ներկվում են այդ ժամանակ շատ գեղեցիկ գույներով։ Եթե սովորական վիճակում եւ տեսնեք, ինքը շատ անշուք ցկնատեսակ է, բազմացման ժամանակ ողջ փորիկը դառնում է վառ կարմիր, մեջքը դառնում է կապտա կանաչ, մի խոսքով մի հրաշք բան։ Եվ այնտեղ էքերի վտարները ոնց որ աղջիկները ման են գալիս սիրուն, ինքը որպես պճնված փորձում է գրավել ինչ որ էքի քաշել իր կողմ։ Այն էքը, որը որ պատրաստ է, մտնում է խրճիթ։ Եվ դնում է խրճիթի մեջ մի քանի ցկնկիտ։ Հետո ինքը բանավ չի բավարարվում հաջորդ էքին, մի խոսքով այնքան, որքան հարեմ է ձևավորում։ Ու կարծում եմ, որ հարեմ, այո, կարելի է այդպես էլ ասել, միջև որ բնում մոտավորապես 150 ցկնկիտ է ձևավորում։ Եվ իր լողակներով ինքը արդեն երբ որ պատրաստ է, էքերին չի թողում, ոչ մեկին չի թողում, իրենց 20 անգամ զուգել մեծ մոտենա, էլի չի թողի մոտենա, հարձակվում է։ Եվ պահում է, ու հետաքրքիր է որն ընդամենը 150 ցկնկիտ ունեցող ձուկը ոչ վաղ անցյալում Եվրոպայում օգտագործվում էր որպես ցկան ալյուր ստանալու այսպես նյութ։ Պատկերացեք նրանով այդ ցկներին որսում այնքան շատ էին իրենք, որ իրենց որսում են եւ օգտագործում են դաշտերը բարարտացնելու համար ցկան ալյուրով։ Ես ուզում եի զուգահեռներ անցկացնել 300 միլիոն ցկնկիթը եւ 150 ցկնկիտ ունեցողը նա ինչքան քիչ էր հանդիպում, ասում դուք կարող եք տարիներով լողալ, անցնել օվկիանոսներով չտեսնել որևէ անգամ լուսին ձուկ։ Եվ եռափուշ փշաձկնիկը, որը թվում է թե փոքր բեղունություն ունի եւ այդքան շատ է, այսինքն խնամքը սերնդի նկատմամբ շատ կարեւոր է։ Ինչի օրինակի համար կատնասուններից եթե փորձենք վերցնել մարդը ընդամենը մեկ երեխա է ունենում, սեռահասուն է դառնում 18 եւ ավելի տարիքում, բայց ինքը աստիճանաբար դառնում է ամենամեծականակ օրգանիզմներից մեկը երկրագնդի վրա։ Իսկ ենթադրենք ինչի մյուսները, որոնք ունեն շատ ավելի անգամ զակե սեռահասություն ունենք մկնակերպ կրծողների մոտ կարող է լինել 2-3 ամիս հետո
բայց ունենալով 7-8 ամսական 7-8 ձակ եւ սրանք էլ կարող են 2-3 ամիս հետո սեռասումցան, նրանք քանակը այդքան շատ չի։ Այսինքն նրանց մոտ կյանքի ալիքներով են զա, մեկ տեսնում է շատացան, հետո կտրուկ նվազեցին եւ այլն։ Խնամքը, թշնամիների արկայությունը շատ կարող է։ Ինչ վերաբերում է ձկներին, նույն բանը տեսնում ենք։ Կենթանածին կան ձկներ, ընդ որում ձկների մեծ մասը ձվադիր են, դու գիտեք։ Նրանք ձվեր են դնում, բեղունավորումը կատարվում է ջրում, հետո ձակերը դուրս են գալիս, մեծ մասը ոչնչանում են, ասեմ 95%-ը ոչնչանում է։ Այն ձկների, որոնք խնամք չեն տածում։ Ես նույնիսկ ավելի 99%։ Իսկ նրանք, որոնք խնամք են տածում, մեծ մասը բան են անում, ապրում են։ Այ օրինակի համար ձեր կարծիքով ինչ խնամ կարող են տածել ձկները իրենց սերունի նկատմամբ։ Ասեցինք, որ էգը կարող է ձուն դնել արուի որովայնում, մյուս ասենք բույն է սարքում, որպես այձևի, էլ որտեղ կարող են, ձեր կարծիքով։ Սնունդ հայթայթել։ Սնունդ հայթայթելը հա, չէ, ես նկատի ունեմ խնամքը ինչպիսի պայման է։ Պաշտպանել, Իզը։ օրինակ, երբ նրանց ուզում են ուտել, մայրը, չէ, հայրը այս դեպքում փաստորեն։ Ու հայրը, մայրը ընդունակ էական չի, սպահով։ Նետվի Հա, պաշտպանության։ էլ ուրի, բայց տեղը որտեղ կարող են նրանք տեղավորեն իրենց զկնկիթը, որ թշնամիները իրենց չվնասեն։ Ես գիտեմ, որ որոշ տեսակներ ցեխերի մեջ են պահում իրենց ցեխերի մեջ պահեն ցամաքային ինչ-որ ցամաքային կենտրոններ։ գետնի։ Այնտեղ տեղի մեջ, հա, որ բուն են սարքում կա, այդ բույն սարքելը կա, օրինակ ասենք մեր սաղմոն ազգի ձկները բոլորը խճի մեջ են պահում իրենց ձկնկիթը, բույն են սարքում կես մետր խորությամբ ջրի տակ, այնտեղ դնում են, հետո ծածկում են ու վրան կանգնում են որոշ ժամանակ։ Ուրիշ ավելի։ Ես լսել եմ մի ձկնատեսակի մասին, գուցե սխալվում եմ, որ բերանի մեջ է պահում։ Ես դրա մասն էլ ուզում եի խոսել, որ Մալավի եւ Տանգանիկա լճերում, դրանք աֆրիկյան մեծ լճերն են, այնտեղ գոյություն ունեն ցիխլիդներ, այդպեսի խումբ կա, բերկեսակերպերի կարգին են պատկանում, ուրեմն տեսակների մեծ մասը ձակերին բան են անում, պահում են իրենց բերանի մեջ։ Բայց ինչպես են սնվում։ Չեն սնվում այդ ընթացքում։ 17-18 օր նրանք ինկուբացիա, դրանից հետո նույնիսկ մանրիկները, որ դուրս են գալիս, թրթուրները, Ապշուտ թրթուրներ չեն, նրանք արդեն ձևակերպված, որտեղ թրթուրային փուլը անցնում է բերանի ներսում։ Նրանք հենց վտանգի բերանը բացում են, տիլիապիա, լսել եք տիլիապիա անունը կամ ասենք պսևդո ոնց էր կոչվում տրաֆեուսները։ Բերանը բացում են, ուղղակի մտնում են ձակերի բերանի մեջ։ Նույնիսկ երբ որ մեծանում պոչի ծայրիկները դուրս են մնում, այլ չկարողանում այդքանին տեղավորի ու մի խոսքով շատ ունիկալ են։ Ու այստեղ ավելի ունիկալ ձեզ բան ասեմ, Մալավի լճում կան այսպես կոչված կկու լոքոիկներ, կկու լոքոիկներ, ինչու կկու, կկուները գիտեք, դրանք թռչուններ են, որոնք իրենց ձվերը դնում են այլ թռչունների բներում, ընդ որում Հովհաննես Թումանյանի այդ սխալը կա, այդտեղ ոչ ճիշտ կենսաբանական գիտելիք է տալիս երեխաներին այդ առումով։ Թեև դա մետաֆորա է ուղղակի։ Ահա, նու այո, համաձայն եմ։ Հիմա ինչ վերաբերում է այս կկու լոքոիկներին, երբ որ տեսնում են այդ պսևդո տրաֆեուսները, այդպես են կոչում, այդպես բազմանում են, իրանք մոտենում են խմբով այդ բանին։ Ինչա կատարվում այդ ընթացքում, ոնց է բազմացումը գնում, ուրեմն արուն եւ էգը պատտվում են կարուսելի պես, եւ էգը ձուն հենց դրեց, արուն այդ պահին բան անում, մոտենում է, որ էգը անմիջապես շուռ է գալիս, բերանի մեջ է մրցնում։ Իր ձկնկիթը վերցնում, այդ ժամանակ արուն բաց է թողում հետաքրքիր ձևով սերմնահեղուկը։ Ինքը իր հետևի լողակին, այդ անցքի լողակին ունի ձկնկիթի նմանվող կետ լողակի վրա։ Ինքը դա դեմ է տալիս էգին։ Էգին դա թվում է թե ձկնկիթը ուզում է ուտել, ժամանակ սերմնահեղուկը լցնում է բերան, երնավորը կատարվում է այնտեղ։ Այս կկուները, որոնք կան, պատտվում են սրանց շուրջը, դե երբ որ սիրահետման գործընթացը եւ այլն նրանք ուշադրություն չեն դարձնում, թե ինչ որ մեկը կողքից եկավ, չեկավ, ինչա, բանավակ փոքր ձկներ են։ Սրանք էլ գալիս են այդտեղ ու բաց են թողում իրենց ձկնկիթը, որը խառնվում է այս սրանց ձկնկիթի հետ գետնի վրա։ Ու եկը առանց իմանալու, ինչը անմիջապես կուլ է տալիս նաեւ այդ ձկնկիթ իմանալով թե դա Իրանն է։ Ու ինչա կատարվում դրանից հետո նրանք թողում գնում են, էլ չեն հետաքրքրվում իրենց սերնդով, անպետքները։ Եվ այո, եւ այս էքերը, որոնք որ արդեն կուլ են տվել սրանց ձվերին, այս ձվերը սկսում են ներսից ավելի շուտ դուրս գալ ու խժռել
իսկական ձակերին Ինչ մեղք է։ ուտում են բոլորին, մնում են միայն իրենք ու ծնվում են մենակ իրենք ու դուրս են գալիս ու գնում են։ Բա նրանք ինչպես են գոյատևում այդ Դա դեպքում։ բոլոր դեպքերում չի, եթե դա այդպես լիներ, ապա տեսակը վաղուց հասկացա։ կվերանար։ Ուղղակի ասում եմ դեպքեր, որոնք որ շատ հետաքրքիր են եւ շատ ունիկալ ու ցկները իրենց բազմացման տեսանկյունից չեն զիջում ցամաքային որևէ այլ կենդանիներին։ Այնպես որ շատ հետաքրքիր օրգանիզմներ են ցկները ու ըստ տեսանկյունից նաեւ կարեւոր մարդու համար Եթե թեման շեղենք ուրիշ ուղղությամբ կամ եթե դուք ունեք հարցեր Հարցեր շատ ունեմ եւ հենց այս թեմայի շուրջ հարց ունեմ։ Այդ մյուս ձկները, որոնք կկվի դեր են կատարում, նրանք չափերով ավելի մեծ են, ինչպես Չէ, հասկանում։ նրանք փոքր են, նույն Հա։ չափն է, շատ մեծ չէ։ Նրանք եթե շատ մեծ լինեին, կվախեցնեին, նրանք Հա, կվախնեին։ հասկացա։ Իրենք փոքր գալիս ուղղակի կողքերը լողում են։ Ուշադրություն չեն գրավում։ Բազմացման մասով ըստ էության ձկների մոտ այդ սերն ու ձվաբջիջը հանդիպում են արտաքին միջավայրում։ Մեծ մասի մոտ այո, բայց ոչ բոլորի։ Բայց կան, դա եմ ուզում հարցնել, կան տեսակներ, որոնք նաև մերձեցում են ունենում։ Այո։ Օրինակ էլի շատ ու շատ ծածանա ատամնավոր այդպիսի խումբ կա կենդանիների, ձկների, որոնց հետաքրքիր է որ հետանցքի լողակը վեր է ածվել հատուկ բեղմնավորման օրգանի, գոնոպոդիում է կոչվում դա։ Եվ այստեղ հետաքրքիր է նաև որ արուն միշտ ես իմանա հետս կբերեի, գիտեք այդ ձկներին կարելի էր ակվարիումի մեջ անգամ փոքր ցույց տալ դա։ Ափսոս, բայց էական չի։ Մենք տեսանյութեր կգցենք։ Տեսանյութեր հա կարելի է գցել, օրինակ գուպիները, բոլորին հանրածանոթ գուպիները, որոնք սուսերակիրները, մոլինեզիաները, վելիֆերանները, դրանք բոլորը ուրեմն կենդանացին ձկներ են, որոնք արուները այդ իրենց ձևափոխված լողակով ներմուծում են էգի սեռական օրգաններ, սպերմատաֆորներ, ոչ թե միայն սերմնահեղուկ։ Ինչա նշանակում սպերմատաֆոր։ Ну, սերմնահեղուկը դա բացի սպերմատոզոիդներից նաև որոշակի քանակությամբ այլ հեղուկ պարունակող է, չէ՞, որպեսզի ջրի մեջ անգազդատ չլուծվի եւ այլն, իրանք ոնց որ տոպրակի մեջ դա ձևավորեն։ Եվ իրենք փոքրիկ այդ տոպրակիկները ներմուծում են էգի սեռական օրգաններ։ Հետաքրքիր է, որ էգի սեռական օրգանների մեջ մեկ անգամ բեղմնով ինքը կարող է երկար պահի։ Այսինքն կենդանի սպերմատոզոիդները այնտեղ մնում են բավական երկար, 4-5 անգամ ինքը կարող է ամիսը 1 ծննդաբերել եւ դա բեղմնավորվի մեկ անգամվա բեղմնավորման արդյունքում։ Չնայած արուները նրանց շատ ակտիվ են, անընդհատ էգերին լարում են, անընդհատ փորձում են բեղմնավորել, բայց բոլոր դեպքերում ասածս նա է, որ նրանք կարող են երկար ժամանակ այդպես պահել։ Կենդանացին, բացի դրանից ձկների բազմացման մեջ կա նաև շատ ուրիշ հետաքրքիր երևույթ, որը կոչվում է պարթենոգենեզ, այսինքն կուսածնություն, առանց բեղմնավորվելու նրանք կարող են ծննդաբերել։ Այդ ոնց։ Դա մողեսների մեջ էլ կա, հետաքրքիր է։ Հետաքրքիր է, որ բեղմնավորման process չի կատարվում կենթանու մեջ, բայց նրանք իրենց այդ մեյոս կոչված դա process-ը, երբ որ սեռական բջիջներ են առաջանում, նրանց մոտ որոշակի փուլում կարողանում է դա անել եւ հետո այդ ձևավորված իրանք իրար են միանում։ Իրան ներսում։ Ու կասեն ինքը իր ներսում ինքն ոնց որ բեղմնավոր է, ճակերտավոր, իրականում process-ը շատ բարդ է։ Ու ծնում են ձակեր, ընդ որում էգերը միայն էգ։ Կա մեկ ուրիշ երևույթ, որը կոչվում է գինոգենեզ։ Սա այն դեպքն է, երբ որ որոշակի տեսակի ձուկ կարող է արտաքին բեղմնավորմամբ արդեն բեղմնավորվել ուրիշ տեսակի արուի սերմնաբջիջներով, զարգացումը կատարվում է հետևյալ ձևով. սպերմատոզոիդը մտնում է ձվաբջիջի արտաքին թաղանթից ներս ու էլիմինացում, այսինքն ոչնչանում է եւ չի հասնում միաձուլվել կորիզում գտնվող նրա ուրեմն քրոմոսոմների հավաքին։ Դուրս է գալիս, որ ուղղակի նա խթանում է։ Այդ չի իրական բեղմնավորում չի գնում։ Մեր Հայաստանում նման տեսակ կա, դա կոչվում է արծաթափայլ կառաս, բոլորը գիտեն կառաս ձկնատեսակին եւ փաստորեն կառասը կարող է որոշակի մասը կա հետաքրիր երկու ձև, մեկը որը երկսեռ, մյուսը գինոգենետիկ, ընդ որում այդ գինոգենետիկը կարող է բեղմնավորվել եւ իր տեսակի արուի եւ այլ ձկնատեսակների արուի սպերմատոզոիդներով եւ ընդ որում ձակերը դուրս են գալի միայն էգ։ Վայ։ Արու չկա իրանց մեջ։ Գինոգենեզով բազմացողների մեջ արու գոյություն չունի, իրանք բոլորը էգ են։
Հետաքրքիր է։ Հետաքրքիր են խոսքը չի նույնիսկ հիմա շատ ու շատ հարցեր կան ինձ որպես գիտնական միշտ հետաքրքրել այդ հարցը, բայց պատասխան չկա դեռևս, թե ինչպես կարող է գինոգենետիկ պոպուլյացիաներում, երբ որ բոլորը այդպես են բազում, հայտնվել նորից արուներ։ Բայց եղել են այդ տեսակների մեջ արուներ։ Ինչ են եղել։ Եղել են արուներ այդ տեսակների մեջ։ Իրանք իրականում ի սկզբանե երկսեռ են եղել, եւ արու եւ եք, հետո ոնց են դարել հինոգենետիկ, հետո ոնց է նորից ինքը հետ վերադառնում, դա դրանք ռեբուսներ են, որոնք մինչեւ հիմա 100%-ով լուծված չեն։ Մեխանիզմները շատ բարդ են։ Ընդ որում նույն պոպուլյացիայի մեջ կարող է լինել երկսեռ տետրապլոիդ եւ տրիպլոիդ ձևեր, այսինքն իրենք քրոմոսոմային հավաքներով տարբեր են, ամեն մեկը մի ձև է բազում, կախված միջավայրի պայմաններից, թե ինչ որն է պայմանները վատացան, արուները շատանում են։ Պայմանները լավացավ, եկերն է շատանում։ Ինչու պատկերացրեք հիմա գերբնակեցում տեղի չունենա, կերը քիչ է, չի բավարարում։ Եթե սկսեն նույն արագությամբ բազմանալ, շատ ու շատ զկնքի դնել, իրանք ոչնչանան, որպեսզի դա տեղի չունենան, արուներն են շատանում, իսկ արուները զակ չեն տալիս։ Քանակապես այդ իմաստով կրճատում են։ Եվ նկատվում է հստակ օրինաչափություն, այնտեղ որտեղ պայմանները վատ են, այնտեղ արուներն են շատ։ Պայմանները շատ լավ են, եկերն են շատ։ Այսինքն պոպուլյացիայի կամ տվյալ խմբի առողջությունը դատելու համար մենք ասում ենք, որ ուրեմն միջավայրը լավ է։ Միջավայրի պայմանները լավ են, թե եկերը շատ են։ Արուների մեծ քանակություն ցույց է տալիս, որ խնդիր կա, արդեն միջավայրում խնդիր կա։ Ես տեսանկյունից շատ հետաքրքիր բաներ կան։ Այնպես որ ձկների իսկ ինչ վերաբերում է կենդանածնությանը, սա ընդ որում կա ձվակենդանածնություն եւ կա կենդանածնություն, դա չպետք է խառնել իրար։ Լավ։ Ձվակենդանածնությունը այն է, երբ որ ձուն ձկնկիթը զարգանում է մոր օրգանիզմի ներսում, բայց չի սնվում մոր կողմից արտադրված որևէ սննդանյութով, ինչպես ասենք կատնասունները։ Եվ նա ծնվում է ուղղակի ձվից դուրս, ուղղակի ձվի նյութեր օգտագործելով, սննդանյութերն օգտագործելով։ Իսկ կենդանածնությունը այն է, երբ որ ինքը մոր արգանդային բաժնում, ընդ որում իրանք արգանդ որպես այդպեսին չունեն ձկները, բայց գոյություն ունի հատուկ ինչ-որ միտեղ, որտեղ որ զարգանում են ապագա ձկները եւ այստեղ մոր այդ ձվատար ուղիներից արտադրված սննդանյութերը օգտագործում են ձայքերի մեծացման համար։ Օրինակ, թմրաձուկ կա։ Փշապուչ բաներ են դրանք, ընդ որում շատ վտանգավոր է, եթե հանկարծ պատական ոտքը դնես եւ թույն են ունեն իրանք եւ կարող է Չէ, դրանք ծովային ձկներ են։ Հիմա ամենահետաքրքիրը որն էր, երբ որ նրանց ձայքերը որ պետք է ծնվեն, իրենց մոր ձվատար ուղիներում իրանք լայն տափակացած թևեր ունեցող որ թռչուն լինեն, ջրի տակ թևերը թափը հարելով են լողում։ Սրանք իրենց աչքի հետևի մասում ունեն մի հատ ճեղք, որը կոչվում է ցայտիչ։ Դա կրճիկային ձկների բնորոշ գոյացություն է եւ ձևափոխված խռիկային ճեղք։ Ուրեմն ձայքերի մոտ երբ որ ձևավորվում են այդ ճեղքերը, մոր արգանդային պատից ոնց որ պտուկներ առաջանան ու տեղից մտնում են դեպի ներս եւ մոր օրգանիզմի սննդարան նյութերը անմիջապես ներմուծում են ձայքի զարգացող ձայքի կլան եւ նա սնվում է փաստորեն մոր օրգանիզմի հաշվին դեռևս չծնված։ Տեսեք դուք ինչքան sense մայր վերաբերվեք հեսա։ Հիմա ձեզ ավելի դաժան բան կպատմեմ։ Ութոտուկների օրինակը։ Չէ, ութոտնը դենա զուգ չի, մենք բայց ութոտնուկը նա իր մարմնով է կերակրում, բայց ավելի դաժան բան կպատմեմ, որ այդպես չի։ Ուրեմն բոլորին հայտնի է սպիտակ շնաձուկը, համարվում է համար 1 մարդակեր։ Իրականում, եթե ողջ աշխարհում շնաձկներից կարող է մանալ մաքսիմում 10 մարդ տարին, ապա միայն խոշոր եղջերավոր անասունների պատճառով հարյուրավոր մարդիկ են մահանում, այնպես որ շնաձկները այդքան վտանգավոր չեն։ Հիմա սրանք երբ որ պետք է ծննդաբերեն, որում նրանց ձվարաններում զարգանում է մոտապես 30-40 ամեն մեկում, երկու ձվարան 30-40, բայց մեկը շուտ է ծնվում ու գալիս է դեպի որ պետք է ծնվի, բայց այդտեղ կանգնում է։ Իրա պուճուրիկ եղբայրը կամ քույրը, որ իր հետևից գալիս է, հիմա դաժան բան եմ ասել ուղղակի։ Մեկը մյուսին ուտում է։ Սա որ առաջին էր ուտում է այդ եկողներին, ուտում է բոլորին, որոնք պետք է գան,
Դրանից հետո ինքը դառնում է մոտ 60 սանտիմետրանոց արդեն լիարժեք ձևավորված ձակ եւ ամեն մի ձվատար ուղուց դուրս է գալիս մեկական, այսինքն նրա բեղունությունը սպիտակ շնաձկան ընդամենը 2-ն է։ Բայց նրանք արդեն լիարժեք 60 սանտիմետր երկարություն ունեցող ձկներ են, որոնք որ արդեն նույն գիշատիչն են, ոնց որ իրենց մայրիկը եւ մայրիկ եւ արագ կարող են լողալ ու հեռանալ։ Սա ուրեմն էվոլյուցիայի ընթացքում ձևավորված հարմարանք է։ Մի կողմից նրանք դանդաղ են բազմանում, պատկերացրեք, ասենք ինքը ասում է, եթե չեմ սխալվում, մինչև 10 տարեկան որ սեռը հասուն է դառնում։ Դրանից հետո, հա, այսինքն ուշ է հասունանում։ Եվ այդքան քիչ ամեն տարի չի, որ ինքը կարող է ձագեր ունենալ։ Քանի տարին մեկ։ Ասենք 2-3 տարին մեկ։ Ну, ընդունենք անգամ տարին 1-2 ձակը, դա շատ քիչ է ծովային կենդանիների ձկների համար։ Բայց պատկերացրեք, եթե գիշատիչների քանակը շատ լիներ ու նրանք ունենային բազմահազար ձակեր, ապա իրենց կերը չէր բավարարի։ Այսինքն նույն ձևով բնության մեջ ամեն ինչ կարծես թե փոխշաղ կապված է, մեկի քանակությունը կարգավորվում է մյուսներով։ Ինչի օրինակի համար փոքր ձկների քանակը միշտ ավելի շատ է, վտարներով են հսկայական ապրում, բայց շատ խոշոր ձկները, որոնք գիշատիչ են, նման վտարներ շատ քիչ դեպքերում են, մենակ բազմացման շրջանում են առաջացնում։ Նրանք մեծ կուտակումներ չեն, որտեվ եթե մեծ քանակով լինեին ու փոքր տեղ, իրենք սովից կսատկեին։ Դրա համար էս բնության մեջ գոյություն ունի մի, գոյություն ունի սննդային այսպես բուրգ, ամեն մի քայլից դեպի մյուսը մոտավորապես կորում է էներգիայի 90%-ը, 10%-ն է յուրացում, այսինքն քանակական առումով դու կարող եք բանանել, հետևել, ինչքան շատ խոտ է աճում, ինչքան շատ մկներ կան, քանի աղվես կա եւ քանի ենթադրենք արսիվ կա։ Հա։ Այսինքն քանակական իմաստով նույն ձևի եւ ջրային օրգանիզմների մոտ նման քանակություն կա։ Գիշատիչները միշտ ավելի քիչ պետք է լինեն, քան նրանք, որոնք սնվում են պլանկտոնային օրգանիզմներով կամ բույսերով կամ ամենակերեն։ Բոլոր դեպքերում բնության մեջ ամեն ինչ շատ կարծես, եթե մարդը չի խառնվում։ Հա։ Հիմա այդ ամեն ինչը շատ հետաքրքիր են տեսանկյունից, որ նախկին հարաբերությունները շատ վաղուց արդեն չկան եւ օվկիանոսում համատարած աղտոտումները, պլաստիկի, միկրոպլաստիկի քանակությունը, այսօր նույնիսկ օվկիանոսային ձկների մկաններում է դա հայտնաբերվում, թվում է թե նրանք էկոլոգիապես մաքուր են, բայց բանից պարզվում որ միկրոպլաստիկ այսօր համաշխարհային օվկիանոսում ինքը շատ տարածված է, այնպես որ մարդու գործունեության արդյունքները մենք տեսնում ենք ամենուրեք եւ պատահական չի որ օրինակ Հայաստանում բնակվող ձկների մասին խոսենք մի փոքր, մենք ունենք բնիկ ընդամենը 22 տեսակ ձուկ։ Ուզում եմ հարցնել, քանի տեսակ ունենք։ Ընդամենը, բայց այսօր Հայաստանի ձկների քանակը 50-ից ավել է տեսակների առումով։ Ներմուծված ձկների հաշվով։ Դրանք ներմուծված են։ Օրինակ սիգը ինչ ձուկ է ձեր կարծիքով։ Ներմուծված։ Ներմուծված, այո, երբ։ Ես գիտեմ, որ խորհրդային տարիներին է ներմուծվել, 40-ականներին, 20-ականներին, 24-ից 27 թվականներին, երբ որ սոցիալիստական երկիր դարձանք ու այն ժամանակ խնդիր էր դրված մարդկության այսպես բաժմունքները սննդով ապահովելու։ Ինչ անել։ Գիտնականները հաշվարկեցին, որ Սևան իշխանը, որը հիմնական ձկնատեսակն էր Սևանա լճում, չի տալիս անհրաժեշտ քանակությամբ ձուկ, քանի մթերք ձկնամիս, քանի որ այնտեղ ապրող օրգանիզմները դրանք գամառուսներ են, կողալողներ, խեցգետնակերպեր են։ Ավելի շատ է նրանց քանակը եւ այդ քանակը չի օգտագործում ձկների կողմից։ Որոշեցին բերել մի ձկնատեսակ, որը կուտի դա։ Եվ պլանկտոնային օրգանիզմներն են շատ։ Ու այդ հաշվարկով բերվեց այդ սիգը երկու լճից Չուդ եւ Լադոգա ու ստացվեց, որ 1924-ից 27 թվականներից մինչեւ 50-ականների սկիզբը Սևանում 1-2-3 հատ էր, շատ մեծ քանակությամբ սիգ չի որսվել։ Երբ որ Սևանի լճի մակարդակը սկսեց իջնել, Սևանի իշխանի պոպուլյացիաների քանակը սկսեց կրճատվել, գերորսը բերեց այն բանի, որ ձկները վերացան, ընդ որում ամառային ներողություն ձմեռային իշխանը եւ բոջակը ընդհանրապես վերացել են։ Մենք կարան գլուխ գովանք, որ Հայաստանում վերացրեցինք մեր էնդեմիկ տեսակներից այդ երկուսին, որը չկա հիմա։ Ամառային իշխանը եւ եղարքունին, որոնք հիմա էլ լճում հանդիպում են, դրանք իրապես վերացել են, որովհետև իրենք լճում չեն բազմանում։
արհեստական պայմաններում բազմացնում ու բաց են թողում։ Ուրեմն մտքի թելը չկորցնելու համար վերադառնանք Սիգին, հիմա Սիգը դարել է ամենաարտնագործական նշանակություն ունեցող ձկնատեսակը ուրիշ տեղից բերված։ Հետագայում 1933-4 թվականներին, երբ որ Արարատյան դաշտում սկսեց մեծ քանակով մալարիան տարածվել, բնակչության 1/3-ը մալարիայով էր հիվանդ։ Մարդիկ մտածում են ինչպես անել, որ մարդկանց բուժեն կամ կանխարգելեն այդ հիվանդության տարածումը, իսկ մալարիայի տարածումը կախված էր մալարիայի մոծակից։ Իսկ մոծակը ոնց է բազմանում։ Հաշվարկեցին, որ մոծակը իր ձուն դնում է ջրում, թրթուրը զարգանում է ջրում, հետևաբար եթե մենք այդ թրթուրները վերացնենք, ճայիչները վերացնենք, ապա կհասնենք, որ մոծակների քանակը կկրճատվի եւ բուն հարուցիչը, որը մոծակների միջոցով է տարածում, իրականում մոծակը տարածողն է, ինքը հիվանդության հարուցիչը չի, ինքը իր մեջ կրում է պլազմոզիումին։ Այդ միաբջիջ կենդանի է դա, ապի կոմպլեքսների տիպին պատկանող։ Մի խոսքով, բերեցին Հյուսիսային Ամերիկայից գամբուզա կոչվող ձկնատեսակը։ Փոքրիկ 7-8 սանտիմետր մաքսիմում ունեցող ձուկ է։ Արուները փոքր, 3-4 այքերը մի քիչ ավելի խոշոր, կենդանացին ձուկ։ Ու եւ իրեն բաց թողեցին Արարատյան դաշտի ամենատարբեր ուրեմն ջրափոսերում, այնտեղ ճահճուտներում եւ այս ձուկը իսկապես ի պատիվ իրեն կարողացավ այդ գործառույթը կատարել եւ մեծ քանակով ուտելով ամեն մի առանձնյակ բուճուրիկ օրական կարող էր ուտել 10-ից 20 մոծակի թրթուր։ Այսինքն շատ ինտենսիվ, ինքը շատ ինքը 2 ամսական հասակում կարողանում էր ծննդաբերել։ Մի տարվա մեջ ինքը կարող է ծննդաբերել 9 անգամ։ Ձագերն էլ 2 ամսում դառնում են սեռահասուն, էլի նույն ձևով պատկերացրեք, այդ շատ արագ բազմացող բան է, ձկնատեսակ է, եւ մինչեւ 90-ականների վերջը Հայաստանում մալարիա չկար։ 2000-ականների սկզբին նորից մալարիան այդ, բայց այդ արդեն Իրանից էր գալիս։ Մարդիկ որ գնում Իրան գալիս են, այնտեղից մոծակները դեկային։ Հիմա այդ ձկնատեսակը կա մեզ մոտ։ Հիմա իհարկե կա, այո, դա կա, Արարատյան դաշտում է հիմա, բավական շատ է հանդիպում, այնպես չի որ բան, բայց հետաքրքիր է, որ իրեն փորձեցին տանել ջերմուկ, այնտեղ ինչ որ լիճ կա, բաց թողեն, չապրեց, որտեվ ինքը ջերմասեր է։ Այնտեղ ցուրտ է, այստեղ չի կարողանում գնալ տարածվել։ Ուղղակի բանը, Արարատյան դաշտում ինքը լավ հարմարվեց։ Ուրեմն դա 30-ական թվականների երկրորդ տեսակը։ 1960-ականների սկզբին կոնսոմոլի լիճ էին ասում։ Հիմա, եթե չեմ սխալվում, Տոխմաղյոլը ոնց էր կոչվում։ Վարդավառի լիճ ապրեք։ Ուրեմն դա նախկինում հանգստի գոտի էր եւ բետոնապատ չէր ի սկզբանե։ Նրա ամբողջ շուրջը եղեգներ էին, ու եղեգները շատ արագ ծածկում էին ողջ այդ տարածքը, ու մարդիկ, որոնք որ մտածում են անդադ այդ եղեգները մաքրելով, դե ինչքան կարանք մաքրենք, էլի չեն կարողանում պայքարել, մտածեցին, վայ, սպիտակ ամուր ձկնատեսակ կա Չինաստանում ապրող, արեք դրանցից բերենք, բաց թողենք լճում ինքը կուտի։ Եղեգուտող է։ Ու բանից պարզվեց, որ 60 թվականին Մոսկվայից անմիջապես ինքնաթիռը իջնում է, Մոսկվայից Երևան ինքնաթիռով հասնում են մի քանի 100 թե 1000 այդպես փոքրիկներ, մանրաձկներ բաց են թողում ու ինքը մեծ հաջողությամբ վերացրեց։ Բայց ինքը հետաքրքիր է որն է, որ շատ մեծ ձուկ է, մինչև 32 կիլոգրամ կարող է մեծանալ եւ ավել։ Ու շատ հիմա էլ է վաճառվում մեզ մոտ, ինքը բավական տնտեսական արժեքավոր ձկնատեսակ է։ Իսկ որտեղ են հիմա ապրում։ Իրանք ապրում են հիմա հետաքրքիրը դա է, որ ձկնաբուծարաններում ինքը չի բազմանում բնության մեջ մեզ մոտ, որովհետև նրա բազմացման համար պետք է 4-5 մետր բարձրություն ունեցող գետային պայմաններ, մաքուր ջուր, իսկ Հայաստանը նման պայմաններ չունի։ Դա համար իրան արհեստական են բազմացնում։ Ձկնաբուծության մեջ գոյություն ունի արհեստական բազմացման վայրեր։ Օրինակ Եղեգմուտի այդ ձկնաբուծարանը այնտեղ կարող են կամ Ռուսաստանից են ներմուծում, կամ հիմա չգիտեմ, տարբեր երկրներ եթե հնարավորություն ունեն։ Դրանից հետո ներմուծվեց հաստաճակատը, որը որ էլ ավելի ունիկալ ձուկ է։ Ինչով է ունիկալ։ Պատկերացրեք իր վրա սննդի համար էլի որևէ բան չեք ծախսում։ Միայն նրա համար հարկավոր է միաբջիջ ջրիմուռներով հարուստ ջուր, այսինքն կանաչ ջուր։ Ինքը ինչ է անում։ Բերանը բացում փակում է, ինչ մտավ իր բերանի մեջ, իր խռիկներն են շատ հետաքրքիր կառուցված։
եւ այդ կառուցվածքը ինքը մաղ ոնց որ լինի։ Միաբջիջ ջրիմուռները այդ մաղի միջով չեն կարողանում անցնել։ Եվ ինքը սնվում ուղղակի կանգնած տեղը ինքը սնվում է այդ կանաչ ջրիմուռներով ու փաստորեն որևէ ծախս չունենալու մենք ունենանք բարձրորակ միս։ Ուրեմն մենք երկու տեսակ դրանից ներմուծեցինք եւ 69 թվականին, երբ որ ձևավորվեցին ֆորելային տնտեսությունը, ծիածանախայտ այդ որ իշխան ասում ժողովուրդը, այդ ձկնատեսակը ներմուծվեց առաջի անգամ, հետո թառապները ներմուծվեցին ու դրանից հետո սկսվեց արդեն ինվազիվ եւ այն ձկները, որոնք որ նախատեսված չէին ներմուծման համար։ Կարասը ընկավ 69 թվականին, Սպիտակ ամուրի հետ ընկավ ամուրյան նրբաձուկը ցույց տալ դրանք ուրեմն 7-8 սանտիմետրանոց փոքր ձկներ են, արտաքինից նման են ամուրին։ Ես ենթադրում եմ, որպես գիտնական եմ ենթադրում, որ այդ ձկնատեսակը սպիտակ ամուրի հետ եկավ Հայաստան։ Խառնվեց եւ պատահականորեն Իրա շատ նման է։ Ես հիմա պատկերացեք գնացել եմ այդ ձկանը հավաքում եմ։ Գիտական ուսումնասիրությունների համար։ Ցանցով բռնում եմ այդ ձկների, լցնում եմ իմ տոպրակի մեջ, մեկ էլ այդ պահին մոտենում եմ միա ձկնորս։ Ոչինչ որ եթե ժարգոնային ասեմ, իր բանով փորձենք, հա։ Եղբայր, ես ինչ ես անում։ Ինչ ես բելամորին սպանում։ Ինքը ուրիշ ձև է։ Եղբայր, ես ասում եմ պատկերացրեցի։ Հա, շատ կոպիտ տոնով է, բավական երիտասարդ է այդ տարիներին։ Ասում եմ, որտեղ ես տեսնում այդ քո բելամորը։ Բելամորը սպիտակ ամուրն է, էլի, դա ինքը ձկնորս է, այսօր ձկնորսության օրն է, հա, փաստորեն։ Հա, ճիշտ է, նկարահանման։ Ես ողջունեցի, որ նա մտահոգված է, որ ինչ-որ մեկ է եկել է եւ մանրածուկ է որսում ու փորձում է բնությանը վնասել։ Հա, ասում եմ, դու ինչի հետ ես։ Ասում եմ, այդ քո տոպրակի մեջ սպիտակ ամուրներ են, բելամորներ են։ Ասում սրանք, ասում եմ, ասի արիստեղ։ Եկավ, տարիքով մեծ էր ինձանից, խելոք եկավ, ասում եմ, հիմա նայի։ Ես հանում եմ իմ տոպրակից այս ձկանը, ընդամենը 2.5 սանտիմետրանոց փուչորիկ ձուկ է։ Եթե ես իր փորը բացեմ, եթե ձկնկիտ գտնեմ այնտեղ, ասում եմ, ձեռ ես առնում ինձ։ Ոնց կարող է ասես փոքր ձկան մեջ ձկնկիտ լինի։ Բելամորը հասնում է, չգիտեմ, քանի 1 մետր երկարության, 70-ից 1 մետր եւ իր ձկնկիտը ժամանակի է հասունանում։ Ոնց կարող, տեղյակ էր մարդը։ Ասի դե նայ։ Հանեց այդ 2.5 սանտիմետրան ձկանը, փորը բացեցի։ Եվ դուրս է գալիս ձկնկիտ։ Այս մարդը ասենց նայեց, ասում է, սա ի՞նչ է։ Ասում ձկնկիտ։ Ո՞նց ասում է։ Այս ի՞նչ է, ի՞նչ ձուկ է։ Ասում սա լրիվ ուրիշ ձուկ է։ Դա ազատի ջրամբարում էր։ Ասում սա այն ձուկն է, որը որ ուտում է քո սիրած ձկների ձկնկիթը ու մանրաձկներին։ Սա այն տեսակն է, որը որ հարձակվում է խոշոր ձկների վրա, կծում է նրանց թեփուկները, հիվանդություններ է տարածում։ Սա այն ձուկն է, մակաբույծ։ Հա, փաստորեն, սա այն ձկնատեսակն է, որը որ արտադրում է յուրահատուկ ֆերոմոններ, որը չի թողում ուրիշ ձկները բազմանան, եւ իր մեջ կրում է բազմաթիվ տարբեր մակաբույծ օրգանիզմներ, որոնք վնասում են ձկներին, նույնպես չեն թողում, որ բազմանան։ Հիմա այս ձկնատեսակը, ամերյան նրբաձուկը, որը ենթադրում եմ 1960 թվականին ընկել է Հայաստան, այսօր Հայաստանի ամենաբազմաքանակ եւ ամենատարածված ձկնատեսակներից մեկն է, որը որ կա համարյա բոլոր տեղերում, բացառությամբ մի գետից, որը մինչև հիմա չեմ գտել, դա Ողջի գետի ու նրա ավազանն է, դեռևս չեմ գտել, բայց չգիտեմ ինչի չկա, բայց Աստված շանի հայտնվի։ Եվ ոչնչացնում է ըստ էության Այնտեղ որտեղ որ ինքը հայտնվում է, ինքը ոչնչացնում է բոլորին։ Օրինակը կարող եմ նույնպես բերել։ Ուրեմն 1994-5 թվականներին Երբ որ ես սկսեցի ինտենսիվ արդեն ուսումնասիրել Հայաստանի ձկներին, կանգնած եմ Հրազդան գետի վրա, կամուրջը, ու նայում եմ, դա Երևանյան լճից մի քիչ էր բարձր, մոտավորապես 1 կիլոմետր դեպի վերև, գետառից մի քիչ վերև։ Ուրեմն հիմա պատկերացեք, ես կանգնած եմ կամուրջի վրա, 5 կամուրջ էր։ Ու նայում եմ գետին, գետը բավականին մուգ ֆոն է, չի երևում հատակը, մեկ էլ այդ մոմենտին ոտքից տակից փոքրիկ քար ընկավ ջուրը։ Ահա։ Մեկ էլ դրանք սպիտակեց։ Այն մարդը ինչ էր։ Ոնց կարա սպիտակի քարը ուշադիր որ նայեցի, այդ ամբողջ սևը ձկների շերտ է։ Վայ։ Ու այդ ձկնատեսակը, որը այդտեղ կար, այդ սովի տարիներն էին 94-95, երբ որ մարդիկ ոչ լույս ունեին, ոչ բան ունեին, մարդիկ այդ փոքր ձկներին 7-8 սանտիմետրան ձկներին դա կոչվեց արծաթաձուկ։ Այդ ժամանակ Հայաստանում ինքը չի նկարագրվել։ Իմ առաջի ձկնատեսակն է, միջազգային հանրությունում նկարագրեցի Հայաստանի համար նոր տեսակ։ Հա, հետաքրքիր է։ Չի եղել միջև այդ ձկնատեսակը, բայց այդ միլիոններով է այդտեղ։ Այսինքն չի եղել, թե չեն նկատել։ Չի եղել։
Թե ոնց է հայտնվել, չգիտեմ, դա հնարավոր է, որ ինքը ներմուծվել է, հնարավոր է, որ ինքը եկել է, որտեվ քուրի իստորին հոսանքում ինքը եղել է։ Հնարավոր է եղանակալ կլիմայի փոփոխության պատճառով, մի խոսքով չեմ կարող ասել ինչպես է տարածվել ու ոնց է հայտնվել Հայաստանում։ Բայց Հրազդան գետում նրա բազմամիլիոն առանձնակներից վտարները ծածկում են ամբողջ հատակը, եւ մարդիկ որսում են, լցնում են տակառները, տանում են մարինացնում են, որպես սնունդ, կիլկա էին ասում դրան։ Հա, հիշում եմ Ну, կիլկաներին։ Չէ, կիլկաներին դա ծովային ձկներ են, դրանք ուրիշ են, բայց սրանք մարդիկ բերում են կիլկա անվան տակ սարքում են։ Հիմա Այսինքն այն 90-ականներին մանր ձկները, այդ մանր ձկները, որոնք որ կային, այդ արծաթաձկտիկ կոչվածները, դրանք միլիոններով էին։ Հիմա նկատի ունեմ մեր շուկայում վաճառվող դրանք չէին։ Չէ, դրանք ուրիշ են։ Նրանք Կասպից ծովից կամ Ռուսաստանից վերած ձկներ են, դրանք ուրիշ են։ Սա տեղական օգտագործման համար է։ Հիմա հետաքրքիրը որն էր, անցավ մոտավորապես 20 տարի Հայաստանի որևէ գետում այդ արծաթաձկնիկին ես չեմ տեսնում ու դրա փոխարեն ամուրյան նրբաձուկն է շատ։ Հիմա կարդացի միջազգային հեղինակավոր ամսագրերից մեկում հոդված, նույն բանը կատարվում է Եվրոպայում։ Այնտեղ որ այս ամուր բառը, ամուրյան նշանակում է ամուր գետից հեռավոր արևելքից ներմուծված ձկնատեսակով, Եվրոպայում դարել է ամենաբազմաքանակ ձկնատեսակներից մեկը քանակով, դա կոչվում է ինվազիա։ Երբ որ ինվազիվ տեսակը այն է, երբ որ այլ տարածաշրջանից բերվում է այլ տարածաշրջան կամ սեփական նախաձեռնությամբ կամ ինչ-որ մարդու միջոցով, հասնում է այդտեղ, ինքը հարմարվում է էկոմիջավայրին, սկսում է տեղաբնակ ձկներին կամ այլ օրգանիզմներին վնասել, դուրս մղել իրենց էկոլոգիական խորշերից ու դառնում է գերիշխող, դա կոչվում է ինվազիա։ Հիմա սա ինվազիվ տեսակ լինելով, փաստորեն Եվրոպայում, Հայաստանում ինչա արել, իմ կարծիքով ես 100%-ով չեմ կարող վստահ լինել իմ ասածի մեջ, բայց ենթադրությունս հետևյալն է, ինչու անհետացավ արծաթաձկնիկը, որը ամենաբազմաքանակ ձուկն էր գետում, եւ դրա փոխարեն կտրուկ շեշտակի աճեց ամուրյան նրբաձկան քանակը։ Եվրոպայում պարզվել է, որ սա արտադրում է որոշակի ֆերոմոններ, դրանք ցածր մոլեկուլային սպիտակուցային նյութեր են, որոնք ճնշում են կոնկրետ այդ ձկնատեսակի բազմանալու ցանկությունը եւ վերացնում է աստիճանաբար նրան։ Իսկ այդ ձկները ուտելի են։ Ուրեմն պատկերացրեք, եթե դու գնաք շուկա, ձեր ամուսինը կամ չգիտեմ, դուք եք եթե պատրաստում, որոշում եք պատրաստել Ես ամուսին չունեմ ու բուսակեր եմ։ Ընդունենք ձեր ընկերը, լավ, հիմա բոլոր դեպքերում որոշել եք պատրաստել բան, այսպես խաշի նման ուխա են ասում, չէ՞ ռուսները, ձկնապուշ։ Ինչ է, ձկանը ուրեմն այնքան են եփում, որ ասենք ոսկորներից բան, փոքր ձկներին դուրս է գալ։ Եթե հանկարծ այդ ձկնապուրի պատրաստված ձկների մեջ այդ փոքր հայտնվի 3-4 ամուրյան նրբաձուկ, պետքա դա թափեք։ Ինչի, որովհետև դառնա համ է գալու։ Դա նաև ուտելի չի փաստորեն, այսինքն ուտելի չի։ Մակաբույծ է եւ Այո, դա իմ կարծիքով ներկայում ամենավտանգավոր ձկնատեսակն է, որի դեմ պայքարելը դա ոչ մի ձև Սևանա լիճել է ընկել։ Ու դեռևս որևէ մեր վերջի գիտական հետազոտությունները ցույց են տալիս, մենք ուրեմն հետևելով ձկան զարգացմանը, տարածման գիտական հետազոտությունների մասն եմ արդեն խոսում։ Մենք փորձում ենք հասկանալ, թե որ գործոններն են, որոնք նպաստում են այս ձկնատեսակի արագ տարածմանը։ Ну, չեմ խորանալ նեղ մասնագիտական հարցերից մեջ, բայց ամենակարևորը նա է, որ կարևորը ցավալին է, որ ինքը քանի 90-ականների վերջին կամ 2000-ականների սկզբին ընկնելով Սևանա լիճ, ինքը աստիճանաբար սկսել է տարածվել։ Ու մեր կանխատեսումները վկայում են, որ ենթադրում են, որ ինքը շուտով կգրավի ամբողջ Սևանա լճի առափնյա մասերը։ Իսկ ինչա դա նշանակում։ Մյուս պոպուլացիաների Հայաստանի ձկների Սևանա լճի ձկների գերակշիռ մասը բազմանում է առափնյա շրջանում։ Եթե ձկնատեսակը հայտնվեց այստեղ, ինքը ուտելու է բոլորի ձկնկիթը եւ մանրաձկներին, ել չեմ ասում, որ արձակվելու է մեծերի վրա, հետեւաբար շատ հնարավոր է, շատ վախենում եմ ասել, լեզու չի պտտվում ասել, բայց շատ հնարավոր է, որ որոշ ժամանակ հետո մենք խնդիր ունենանք Սևանա լճի ձկնարդյունավետության առումով։
Եվ սիգը որ էլի առափնյա շրջան ուղղակի ինքը ձմեռն է բազմանում սա մի քիչ пассив է այդ իմաստով, բայց կողակը, բեղաձուկը, որոնք կարմիր գրքյան տեսակներ են Հայաստանում, Սևանալճում, ամբողջովին կարող է ուտել։ Հա, Մի խոսքով։ ներողություն։ Հա, իհարկե։ Եվ ոսո մենք ունենք Հայաստանում էլի շատ ու շատ խնդիրներ, պատկերացրեք մեր 22 բնիկ ձկնատեսակների 10-ը արդեն կարմիր գրքում են, երկուսը իսպառ անետացել են, մյուսները, որոնք ինչ-որ տեղ արժեք են ներկայացնում, պոպուլյացիաները համարյա վերացել են եւ դրանց փոխարեն տիրապետում են, գերիշխում են այլ տեղերից ներմուծված տեսակները, որոնք տնտեսական իմաստով մեծ արժեք չունեն։ Օրինակ, հենց թեկուս արծաթափալ կառասը, թեկուս էս ամուրյան նրբաձուկը, հիմա էլ մի քանի նոր տեսակներ են հայտնվել, որոնք որ առայժմ քիչ են քանակով, բայց պոտենցիալով շատ մեծ պոտենցիալ ինվազիվ են, որոնք կարող են հետագայում վերացնել։ Ու մենք չենք ունենա այն, ինչ որ ունեինք սրանից 50, 60 կամ 100 տարի առաջ։ Մեծ հաշվը վտանգավոր է նաև տեղական կենսամիջավայրին, Իհարկե, միկրոկենսաբանական միջավայրին։ ամբողջ էկոհամակարգ է փոխվում։ Այո։ Այսինքն մենք ասում ենք ձուկ է հայտնվել, սկզբից ուրախանում ենք, վայ ինչ է տակերը, բայց հետո ստացվում է, որ ոչ թե պետք է ուրախանանք, այլ տխրենք, որտեղ այդ նոր տեսակը կարող է վերացնել համարյա ամեն ինչ որ ունեինք։ Ու դա այսօր նկատվում է Հայաստանի համարյա բոլոր ջրակալներում։ Բացի դրանից, որ մենք նոր ձկնատեսակներ ենք ներմուծում, դա է վնաս է նաև մեր վերաբերմունքը ջրային միջավայրին։ Մենք ունենք մոտ 10,000 գետ ու գետակ Հայաստան 9900 քանից, լավ չեմ հիշում հիմա, մոտ 10,000։ Մենք կառուցել ենք համարյա թե բոլոր խոշոր գետերի վրա ջրամբարներ, մեր ջրամբարների քանակը 85 եւ ավել։ Դրանցից 35-ը մեծ ու խոշոր են։ Մենք ունենք հեկեր փոքր, մեծ եւ միջին եւ փոքր։ Փոքր հեկերի քանակը այսօր 200-ից անցնում է Հայաստանում։ Ինչա դա նշանակում։ Դա նշանակում է, որ ցանկացած գետ այսօր Հայաստանում, Եղեգիս գետը թեկուս 10 հեկ կա, եթե ոչ ավել, 12 գետ կա, 50 կիլոմետր էլ չի այդ գետը։ Ինչա կատարվում, խողովակի մեջ է մտնում այդ ջուրը, գնում է մյուս տեղի, որպեսի տուրբինները, թափանիվները պտտացնի, էլեկտրական հոսանք ստանան, բայց այդ ամբողջ ճանապարհը, որ ինքը անցնում է, գետը չոր է։ Դուրս է գալի գետի մի փոքր հատվածելի ջուր կա, հետո էլի նորից մտնում է խողովակի մեջ, գնում է, այսինքն ամբողջ ճանապարհը անցնում է խողովակների միջով։ Ինչ վտանգ է դա իրանց ներկայացնում, բացի այդ, որ գետը հատկապես ամռան ամիսներին չորանում է։ Նախ ձկները, որոնք ապրում են այդտեղ, ոչինչ անում են մեկ։ Սննդային միջավայրը, որ այնտեղ իրենց համար կամ նպաստավոր, նույնպես ոչ անում են։ Ձուկը անգամ ջուրը լինի չի կարող ապրել։ Ջուրը, որը հոսում է խողովակով, ինքը ինքնամաքրման հնարավորություն չունի եւ հետեւաբար ինքը դառնում է մեռած ջուր ձկների համար։ Սա է պատճառը, որ շատ ու շատ ձկնատեսակներ, հատկապես կարմրախայտը, որը ամենարժեքավոր ձկն է մեր երևի վայրի ջրակալների ու գետերի, կողակը, բեղաձուկը եւ այլն, դրանք բոլորը հայտնվում են հաշմված վիճակում, այսինքն նրանք չունեն հնարավորություն բնականում բազմանալու, քանակը ավելացնելու։ Իսկ եթե վերցնենք պարենային անվտանգության տեսանկյունից, հիմա պատկերացրեք, Հայաստանը փոքր երկիր է։ Հաստատ չանի, որ մեր հարևանները որոշեն բլոկադա դնել մեր արտաքինից միջավայր եկող սննդամթերքների նկատմամբ։ Ժողովուրդը ինչ պետք է անի։ Ինչո՞վ պետք է սնվի։ Եթե այլևս սինոսունականների պես ձուկ չկա Սևանում։ Ձուկը չկա, գիտեք, ձուկը այն օրգանիզմն է, որը որ շատ կարճ ժամանակահատվածում կարող է մարդուն ապահովել գոնե սննդով։ Շատ կարճ ժամանակ։ Հիմա ջրամբարների հարցը, լավ, մենք որոշել ենք, որ ջրամբարները անհրաժեշտ են գյուղատնտեսությունը զարգացնելու համար, էլեկտրական հոսանք ստանալու համար, չէ՞։ Մենք ունենք փոքր հեկեր, որոնք հոսանք են տալիս, դեմ չեմ։ Եթե բոլորը պահպանեն բնապահպանական կանոնները, էկոլոգիական թողքը ապահովեն, այսինքն ջրի որոշակի հոսք թողեն, որպեսզի ձկները եւ մյուս օրգանիզմները կարողանան ապրել։ Հիմա ջրամբարները, որոնք ստեղծել են, շատ երկար եմ զբաղվել էլի այդ ջրամբարների հարցով, ոչ միտեղ Հայաստանում չկա ձկնանցարան, որպեսզի ձուկը ստորին հոսանքից որ գալիս է, մտնի ու բարձրանա վերև գնա ձվադրելու։ Միգրացիաներ են կատարում ձկները բազմացման։ Ձուկը չի կարողանում բազմանալ, հետևաբար ջրամբարներն էլ բացի դրանից, որ չեն թողում իրենց պատվարներով, երկար ժամանակ ամարժա ջուրը շատ է տաքանում։
Հիմա ձկները, որպեսզի կարողանան հասկանալ վերևի հոսանքում իրենց համար պայմաններ կան թե չկան, ջրամբարները խաբում են։ Հա։ Ձմեռը շատ է սառում, ձուկը ասում է սառնը չբարձրանան վերև, ամառն էլ տաքանում է այն բանով, որ դու ասում ես լավ, ջուրը տաք է, ես գնամ վերև ինչ անեմ։ Դուրս է գալիս, որ ջրամբարը խաթարել է ամբողջ էկոհամակարգային հարաբերությունները։ Հա։ Ձևավորում է լճային պայմաններ։ Գետային ձուկը ջրում չի կարող ապրել, կանգնած ջրում չի ապրում, կամ շատ քչերը կարող են հարմարվել։ Հետևաբար ջրամբարները արդեն խաթարել են Հայաստանի բոլոր գետերի բնականում կենսակերպը ձկների։ Հիմա ուրիշ հարց եմ բարձրացնում։ Արդյոք մենք միայն այդ ջրամբարները, որոնք ստեղծել են, ընդ որում դրանք գտնվում են, գիտեք, բարձր լեռնային մասերում, հա, միջին գոտիներում եւ այլն, արդյոք կարող ենք օգտագործել բացի գյուղատնտեսությանը եւ հիդրոէլեկտրաէներգիայի նպաստելու այլ նպատակներով եւս։ Ու շատ հետաքրքիր է, որ ես փորձել եմ ծրագիր ներկայացնել, մշակել, որ մոտ 20-25 խոշոր ջրամբարներում աճեցնել այնպիսի ձկնատեսակներ, որոնք շատ կարճ ժամանակահատվածում կարող են բավարարել շրջապատի միջավայրում ապրող մարդկանց կենսական պահանջները, սպիտակուցային պահանջները, եւ պլյուս իրենք կարող են հանդիսանալ, եթե ասենք թե նորմալ է ամեն ինչը, պատերազմ չկա, ձկներին իրանք որպես ձկնորսական վայրեր հանդես գալ։ Այսինքն իրենք պատրաստում են մոթելներ կամ չգիտեմ ինչեր, մարդիկ գալիս են ձկնորսություն, գումար են չէ տալի այստեղ Հայաստանում, որ գնան ձուկ բռնեն։ Այդ նույնպես կարող են բնակչությունը կայուն զարգացման տեսակով։ Տուրիստական, այո, ինչ որ գրավչություն ունեցող ինչ որ տարածք։ Ուրեմն ունենք ձուկ, պատերազմի ժամանակ մենք կարող ենք ունենալ, մենք ունենք տուրիստական գրավիչ տարածքներ։ Եվ ամենահետաքրքիրը որն է, պակասում է Սևանի վրայի պրեսինգը։ Ճիշտ եք։ Այսինքն մենք կարողանում ենք ունենալ ռազմավարական պաշար Սևանում ձեռք չենք տալիս, որտեղ տարածաշրջաններում իրանք մասսայական կան։ Ընդ որում, երբ որ ես հանդիպեցի ոլորտի ղեկավարների հետ, ներկայացնում եմ իմ ծրագիրը, ասում, ասում գիտեք, որ մենք ջուրը պետք է իջացնենք, ես անենք, ձկները կարող են, ես եմ ասում, կսատկեն, բայց ասում թող դա ձեզ չվախեցնի, որտեղ այդ ձկները, որոնք որ այնտեղ ապրելու են, նրանք չեն բազմանալու այդտեղ։ Ես չեմ բերելու հատուկ այն ձկներին, նրանք արագ մեծանալու են, մի կողմից բարելավելու են, ուտելով տիղմը, ուտելով եղեգները, բարելավելու են ջրամբարի էկոլոգիական վիճակը։ Եթե ջուրը իջեցնում եք, թող էլի բռնեք, որտեղ մենք էլի կբերենք բաց կթողենք այդ մանրաձկներին։ Մեր խնդիրը նա չի ախտոտել նոր կենսաբանական տեսակով, մեր խնդիրը նա է ապահովել մարդկանց հնարավոր տարբերակով, հա, սպիտակուցային սննդով ցանկացած իրավիճակում, անգամ նույնիսկ շատ լավ պայմաններում ենք ապրում, ցկան էկոլոգիապես մաքուր սնունդը շատ ավելի արժեքավոր է, չէ՞։ Իհարկե։ Այնպես որ այդ ծրագիրը կարծում եմ, որ մեր հանրության մեջ այդքան մեծ ուշադրություն որ չի արժանանում եւ շատ իզուր, որովհետեւ դա ահագին հարցեր կլուծի։ Մենք խոսեցինք շատ դրամատիկ թեմաների մասին, ուզում եմ մի քիչ վերադառնանք ձկնային թեմաներին եւ խոսենք վտարների մասին, քանի որ դուք իրենց հիշեցիք, որ ձևավորվում են խմբեր ձկներից կազմված եւ ինձ միշտ հետաքրքիր է իրենց ինչ որ մեկը կառավարում է, թե իրենք բնազդով են զգում, ինչպես շարժվել, որովհետեւ շատ տարբեր գրականության մեջ եւ նույնիսկ տեսանյութերում նրանք կարծես մի մարմին լինեն, երբ հավաքվում են, շատ հետաքրքիր է նրանց շարժումը։ Շատ լավ, ուրեմն այդ դեպքում պետք է խոսենք մի քիչ նրանց նյարդային համակարգի մասին եւ զգայարանների մասին։ Այո։ Ուրեմն պատկերացրեք հիմա մենք մարդկային հասարակություն ենք ու բոլորս որոշում ենք սինխրոն, հա, ինչ որ պար ներկայացնել։ Այո։ Ընդ որում հետաքրքիր է, որ դա լինում է բացարձակ մթության մեջ, մենք իրար չպետք է տեսնենք, բայց բոլորս պետք է շարժվենք նույն ուղղությամբ ու նույն շարժումները կատարենք։ Այսինքն չպետք է իրար կպնենք, պետք է պարենք այն պայմանով։ Եթե մենք լինեինք զգան մի օրգան, այսպես զգայարան ունեցող, դա կողագիծն է։ Կողագիծ ունեն ձկները, դա ձկների մեծ մասի մոտ նրանց կողի վրա թեփուկներ կան, որոնք պատված են փոքրիկ անցքերով, եւ այդ անցքերից ջուրը կարողանում է անցնել դեպի ներս, իսկ ներսում գտնվում է մի ակոս, որը նյարդավորում է նրանց գլխուղից հեռացող թափառող նյարդի վերջույթներով։ Անկամ եթե ձկները կույր են,
նրանք այդ կողագծի օրգանով շատ լավ զգում են, թե ինչ տատանում կա կողքում, այսինքն մենք այդ կողագծը եթե ունենք, այդ մութ սենյակում իրանք չեն, որտեղ շատ ոնց որ մեր աչքերով ենք տեսնում, նույն ձևի կողագիծն է տեսնում։ Հա, զգում է թե ինքը ջրի տատանումները արագ հաղորդում է եւ նրանք վարքյանական արձագանքում են այդ փոփոխություններին։ Հասկացա։ Այսինքն այդ ձեր ասած վտարով արագ լողալը, իրար չկպնելը, մի ուղղությամբ թեքվելը եւ այլն պայմանավորված է նրանց կողագծի օրգանների արկայությամբ։ Եվ էլ ավելի զարմանալի բան ասեմ, ոչ միայն կողագծի օրգանները, այլև ձկների մեծ մասը ունի էլեկտրական հոսանք արտադրելու եւ զգալու հնարավորություն։ Չեմ խոսում այն տեսակների մասին, որոնք իրենց այդ օրգանները օգտագործում են պաշտպանվելու եւ հարձակման համար։ Օրինակ, պատկերացրեք կան ձկներ, որոնք կարող են 600 վոլտ հոսանք արձակել։ Հարավային Ամերիկայում էլեկտրական հոսաձկները կարող են մինչև 2000 վոլտ հոսանք արտադրել, այսինքն նրանք ունեն հատուկ օրգաններ, որոնք ակումուլյատորներ են հիշեցնում։ Եվ նրանց աշխատանքը իսկական ակումուլյատորը շատ են, բերում են պլյուս մինուս այդ որ ասում են բաների եւ դա առաջանում էլեկտրական հոսանք, բայց անընդհատ չէ, իմպուլսներով։ Հա, այսինքն իրենք դա պետք է ցանկանան անել որ։ Հա, իրանք եթե վտանգ են զգում, եթե օրինակի համար հանկարծ դուք որոշեք բռնել օծածկանը, դուք ես ասենք մոտապես 80 կիլոգրամանոց, քաշս 80-ից մի քիչ էլ ավել է, եթե ես հանկարծ որոշեմ կպնել իրեն այդ ժամանակ, եթե ինքը տվեց, ես կարող եմ 3 մետր մի կողմ գնալ ու անկանալ։ Խփում է տես հեռացնում է։ Կամ եթե ցանցի չի սպանում թե ոչ։ Կարող ես մանալ սրտի, եթե խնդիր ունես, հիմնականում ինքը ուշաթափվում է, ինքը չի սպանում։ Շատ մեծ հարված է։ Հա, շատ մեծ է, դա կոկորտիլոս լինի, յագուար լինի, որը փորձի իրեն ինքը միանգամից անշարժացնում է դրանց։ Ծովային արդեն տորպեդոները, դրանք թմրաձկներ են, դրանք արդեն օգտագործում են իրենց էլեկտրական հոսանքը զոհին անշարժացնելու համար եւ հետո ուտում։ Ուրեմն մենք ունեցանք պաշտպանության համար սնունդը։ Հիմա մենք ունենք միշտ 3000 տարի մեր թվարկությունից առաջ գնում ենք Եգիպտոս։ Ահա։ Եվ այնտեղի պապիրուսների վրա եւ պատերի վրա տեսնում ենք ինչ-որ տարօրինակ ձուկ։ Հա, փղիկ ձուկ է կոչվում դա, մորմիրուս է կոչվում այդ ձուկը։ Հիմա մարդիկ հարցնում են գիտնականները ինչն է ստիպել այս ձկներին հայտնվել այս պապիրուսների կամ փարավոնների դամբարանների վրա։ Միշտ հետաքրքրել է դա ինչ մի առանձնահատկություն ունեն այս ձկները։ Հետո երբ որ ձկնաբանները սկսում են զբաղվել այս ձկով, մի շատ հետաքրքիր բան են հայտնաբերում, թե նեղոսը բավականին տղմառատ է, իսկ սրանք էլ ուրեմն հետաքրքիր ձկներ են, ունեն ստորին դունչը շատ երկար, ոնց որ խողովակ լինի, դրանով իրանք փորփուրում են տիղմը եւ ինչ որ սնունդ դուրս եկավ, նոր ուտում են։ Բայց որպեսզի կարողանան այդ սնունդը գտնել, իրանք պետքա գլուխը մտցնեն բանի մեջ, չէ, տիղմի մեջ։ Իրանք այդ ընթացքում դառնում են փաստորեն խուլու համը, չեն տեսնում իրանք, չեն տեսնում ինչ կա իրանք շուրջ։ Բայց պոչն է վերևում։ Գիտնականները երբ որ փորձում են ձկանը պոչից բռնել, ձուկը ոնց որ տեսնի պոչով ինչ որ մեկը փախչում է։ Ինչա կատարվում այս դեպքում։ Նրա պոչեի հատվածում, պոչի ցողունի հատվածում գործուն ունեն փոքրիկ ակումուլյատորներ ճակերտների մեջ։ Էլեկտրական դաշտ է ձևավորում պոչի շուրջը։ Հա 5 միլիամպեր ընդամենը բան է, 5 ամպերանոց տարածքը, երբ որ ինչ որ մեկը փորձում է մտնել, այս խախտվում է էլեկտրական դաշտը, ու ձուկը զգում է, որ մեկը հետևից մոտենում է, փախչում է։ Հասկացա։ Նաև կան ձկներ, որոնք լույս են արձակում, դա էլի։ Դրանք ուրեմն հա շատ են, հատկապես խորջրյա ձկների մասին է խոսքը, որտեղ լույս ընդհանրապես չկա։ Դա էլ է կապված նույն ակումուլյատորի հետ։ Դա ավելի շատ կապված է մեկ ուրիշ առանձնահատկության հետ, դրանցից շատերը սեփական լույս չունեն եւ իրենց հատուկ պարկերի մեջ ապրում են լուսատու բակտերիաներ։ Ահա։ Եվ այդ բակտերիաները, որոնք ապրում են այդ պարկերի մեջ, նրանք են հիմնական լույսարձակում։ Ընդ որում հիմա դուք ասեք, բա որ ուզում է լույս չարձակի, հետաքրքիր է, որ իրանք ունեն հատուկ փական, ոնց որ փակում են, վարակույրը իջացնում են, լույս չի երևում, վարակույրը բացվում է, լույսը երևում է։ Կամ իրանք արտադրում են որոշակի արյան մեջ որոշակի բաներ, որոնք ստիպում են այդ բակտերիաներին լույս չարձակել։
Այսինքն կարգավորում է եւ մեխանիկական վարակույրի ձևով եւ կա որ ասենք թե դա կարող է հումորալ կամ արյունաբանական որոշակի գրադիենտներ բաներ էլեմենտներ բան անելու մասնիկներ որոնք ստիպում են բակտերիաներին լույս չարձակել ընդ որում դա ունի մի քանի նշանակություն զոհին գրավելու պաշտպան կամ էքին գրավելու կամ արուին գրավելու կա օրինակ մի հետաքրքիր տեսակ կարթաձուկ է կոչվում, էլի բազմացում եմ տանում, բայց դա շատ ունիկալ բան է։ Այդ կարթաձուկը եքը 20 սանտիմետր է մոտավորապես, իր ճակատից ունի կախված մի այդպիսի ոնց որ խայծ, ոնց որ կարթ։ Եվ այդ դրա ծայրին այդ լույսն է։ Այն հետաքրքրված փոքր ձկնիկները, որոնք գալիս են, որ պետք է ինքը միանգամից երախը բացում կուլ է տալիս, բայց ամենահետաքրքիրը դա չի, ամենահետաքրքիրը դրա արուներն են։ Սրանց արուները, որ ծնվում են, նորմալ ձկներ են։ Լողում են, միջև էքին սեռասում պետք է դառնան, գտնում են ինչ-որ մի էքի։ Ու գնում կպնում են բերանով այդ էքին։ Սկսում է իրենց մոտ ամբողջովին հետընթաց կերպարանափոխություն։ Իրանք կորցնում են լողակները, աչքերը ու վեր են ասում փաստորեն էքի ինչ-որ մի հավելուկի։ Վայ։ Իրանց միակ գործող օրգանը դա սեռական օրգաններն են։ Էքը երբ որ ձուն դնում է, իրանք բեղմնավորում են, բայց ամբողջ կյանքում իրանք մակաբուծում են էքի վրա։ Ընդ որում ոչ մեկ կարող է չլինել, մի քանի արու լինի։ Եվ սնվում են նաև էքի։ Սնվում են էքի արյունով, ինքը իր իմաստն է։ Այ քեզ բան։ Հա, դες բաներ ձկների մոտ շատ հետաքրքիր բաներ կան ու կոնկրետ էս ինչի համար էվոլյուցիոն տեսանկյունից դե խոր տեղերում ապրող ձկները մանավանդ իրենք շատ դանդաղաշարժ են, միջև էքին գտնեն, միջև սիրահետություն անեն, միջև բան դժվար է։ Այստեղ մշտական արուն կողքն է, երբ ուզում է բազմանը կբազմանա։ Հետաքրքիր է։ Իսկ իրենք զգում են ցուրտը, շոկը, Հիմա ասեմ բոլոր օրգանիզմներին շատ հարց եք տալու։ Տրամաբանական կարող է չթվել, որովհետև դուք քիչ առաջ խոսում եք ջրամբարներում, իրենք ցուրտը սառը, բայց այնուամենայնիվ հետաքրքիր է։ Ուրեմն տեսեք, բոլոր ձկները ըստ իրենց ջերմության նկատմամբ վերաբերմունքի տարբերում են մի քանի խմբերի։ Ձկներ, որոնք որ սառնասեր են, ձկներ, որոնք ջերմասեր են, ձկներ, որոնք որ բավականին ճկուն են եւ կարող են սառին դիմանալ եւ տաքին դիմանալ։ Հիմա քննարկենք տարբեր օրինակներ, որպեսզի պատկերացնենք։ Դե օվկիանոսի խորքերում մոտավորապես +4 կամ 3 է։ Այն ձկները, որոնք ապրում են այդտեղ, եթե ջերմությունը փոփոխվեց, ինչ որ կամ իջնում են ներքև, որտեղ ավելի սառը լինի, կամ ոչնչանում են, որտեղ իրանք ստենոթերմ են, այդպես է, գիտական տերմ ստենոթերմ, խիստ նեղ հատվածում են ապրում։ Հայաստանի ձկների տեսանկյունից եթե վերցնենք, սառնասեր ձկները մեր ֆորելներն են։ Ինչ են սառնասեր, դե սառը ջրում թթվածին ավելի լավ է լուծվում։ Եվ այնտեղի քանակությունը, ինչքան տաք է ջուրը, այնքան թթվածին է քիչ։ Հետևաբար այնտեղ որտեղ որ կարմրախայտն է ապրում կամ սաղմոնների մյուս տեսակները պետք է սառը ջուր լինի, թթվածինը շատ։ Դրանք սառնասեր ձկներն են։ Ծածանազգի ձկները դրանք տոլերանտ են բավականին, բայց ջերմասեր օրինակ պետք է բազմանան 20 աստիճան, 18 աստիճան պետք է լինի։ Իսկ կարմրախայտը որ բազմանում է, ջրի ջերմաստիճան 4-ից 5 պետք է լինի, միջև մաքսիմում միջև 10։ Այս ձկները հիմա ինչ վերաբերում է բանին, այս տոլերանտությանը, սա շատ հետաքրքիր է, կարասը, շատ հայտնի ձկնատեսակ է։ Պատկերացրեք ձուկը, որը կարող է ապրել գոյատևել գոնե 0 աստիճան սառույցի մեջ։ Ինքը չի սատկում սառույցի մեջ, կարող է ինքը մնալ բավական երկար ժամանակ ու չսատկի։ Ինքը կարող է 30 աստիճանից ավել դիմանալ ու չսատկի։ Իրը օպտիմալը 18-ից 24 աստիճանի միջակայքն է, օպտիմալ, երբ որ բանը։ Բայց ինքը դիմանում է 30-ից ավել ջերմաստիճանել, որտեղ թթվածին համայրա չկա, ինքը կարողանում է իր բերանով օդը կլանել, ուղարկել լողափամփուշտ, եւ այդ լողափամփուշտի պատերին գտնվող անոթներով ինքը կարողանում է թթվածինը վերցնել։ Այսինքն դիմացկուն է։
Եվ կա մի հետաքրքիր ձկնատեսակ ծածանատամնավորներից տեսակի անունը հստակ հիմա չհիշեմ, դա հյուսիսային Ամերիկայում բնակվող ձկնատեսակ է, ընդամենը 4-5 սանտիմետր երկարություն ունեցող, ապրում է հեզերային ջրերում։ Հեզերային ջրերը 53 աստիճան է։ Եթե այդ 53 աստիճանից իրեն տանեն ենթադրեն 48, ինքը ցրտարությունից կսատկի։ Վայ։ Դուք մարդը երբ որ լողանում է, թող ցանկացած մեր լսողները չափեն այն ջերմաստիճանը, որով լողանում են։ Մի օր հետաքրքրության համար իրան կտեսնեն, որ 45, 50 հազիվ հասնի։ Հա, բայց այս զուկը 53 աստիճանում է ապրում։ Դուք պատկերացնում եք, թե ինչ հետաքրքիր էկոլոգիական հարուստ ջուր է ըստ էության։ Տվյալ դեպքում միներալների մասին չփորձեմ խոսել սուտ կասեմ, որովհետև չեմ հիշում, խնդիրը ջերմաստիճանի մասին է։ Ձուկը ընդամենը ապրում է մի քանի կիլոմետր տարածքում, դրանից ներքև ջուրը հենց որ սկսում է սառչել, ինքը այնտեղ չկա, այսինքն դրանք խիստ գերենդեմիկ տեսակներ են, հարմարված որոշակի պայմաններին, եւ նման բաներ շատ կա։ Օրինակ ասենք, նույն ձևի, երբ որ ես եմ ակվարիում պահում, այնտեղ իմ ակվարիումի ջուրը պետք է որոշակի ջերմաստիճանի շիշնի, որովհետև իջավ կսատկեն։ Այսինքն ես պահում եմ հատուկ տաքացուցիչով կայուն որոշակի ջերմաստիճանի վրա, ասենք 24-ից մինչև 20։ Եթե պետք է բազմանան, մի քիչ ավելի շատ են բանոց։ Հիմա այստեղ խնդիր կա նաև ձկների մարմնի ջերմաստիճանը, արդյոք կախված է միայն ջերմաստիճանից շրջակա, թե նաև կարող է ինքը կարգավորի։ Ուրեմն բնականաբար ձկները սառնարյուն կենդանիներ են։ Նրանց մարմնի ջերմաստիճանը հստակ կախված է միջավայրի ջերմաստիճանին։ Ինչքան տաք, այնքան տաք, ինչքան սառը, այնքան սառը։ Բայց որոշ ձկնատեսակներ կարողանում են բարձրացնել իրենց մարմնի ջերմաստիճանը հատկապես արագ շարժման ընթացքում։ Օրինակ առագաստաձկները, թրակիտ ձկները, որոնք իմիջիալից ամենաարագալողն են աշխարհում։ Այդ ձեր կարծիքով ամենաարագալող ձուկը քանի կիլոմետր/ժամ արագություն կզարգացնի ջրի մեջ։ Համեմատության համար ասեմ, որ ցամաքային ամենաարագավազ կենդանին հեպարդն է, որը տարբեր գրական աղբյուրներով կարող է վազել ժամում 90-ից 120 կիլոմետր։ Ընդունենք 120, բայց 200 մետրից ավել չի վազում։ Ձուկը ինչքան կգնա։ Հիշենք, որ ջրի մածուցիկությունը բազմակի անգամ արագացնում է։ Չի արագացնում։ Դանդաղեցնում։ Բնականաբար օդը եւ ջուրը որտեղ արագ շարժվեք, ջրի մեջ։ Հա, ես լողորդ եմ եւ ջրում դանդաղ եմ շարժվում։ Ահա։ Հիմա ջրում ձուկը ինչ արագությամբ կգնա։ 30 կիլոմետր/ժամ։ Շատ լավ։ Ուրեմն գումարեք դրան եւս 100 կիլոմետր/ժամ։ Ջրի մեջ։ Ջրի մեջ։ Ընդ որում ինքը լողում է բավական երկար, 110-ից 130 կիլոմետր այդ առագաստաձկները կարող են զարգացնել։ Ունիկալ մարմնի կառուցվածք ունեն, իրանք շատ այդ առագաստաձուկ նշանակում է մեծ լողակ վերել։ Ինքը ծալում դնում մեջ, այս կրծքի լողակները դնում է հատուկ գրպանիկների մեջ, փոսիկներ կան, որ մարմնի վրա ցցվածք չլինի լարածուցիչ։ Եվ պոչը, որը կիսնալուսնաձև է ու հզոր, ինքը կարողանում է պոչի ցողունի շարժումներով այդ արագությամբ գնալ։ Նույնիսկ Անգլիայի Լոնդոնի բնության թանգարանում, եթե չեմ սխալվում, գուցե տեղեր եմ սխալվել, բայց կա հաստատ նման մի բան, ուրեմն նավի ցռուկը, պատկերացրեք, ոնց են կառուցել, հաստ բավական, հա, փայտ եւ մետաղա թիթեղ, որպեսի նավի բանը չվնասվի։ Այս զուկը այդ արագությամբ անց է խփել իր թրով, որ քիթը այդ ոսկորը մտել է ու ծակել է այդ փայտը, ծակելով այդ մետաղական թիթեղը։ Դուք պատկերացնում եք ինչ արագությամբ ինքը կարող է շարժվի, որ այդ հարվածը տեն բանանի։ Ունիկալ բաներ կան այդ տեսանկյունից, բնականաբար ձկների շարժումը, բայց ինչպես է որ մարմինը շարժվում է ջրի մեջ, եթե թեփուկները ներողություն այդ պոչն է, շարժման հիմնական շարժը, շարժման ձկների հիմնական շարժը դա պոչն է։ Մնացած լողակները միայն պոչով կարողանում է ապահովել այդպիսի արագություն։ Ձկները շարժվում են պոչով հիմնական, Չէ, ուզում պատկերացնել, որ միայն պոչով ոնց է։ Աջ ու ձախ շարժելով, օրինակ դելֆինները վերև ներքև շարժում, որ կարողանում է ընդ որում մարմնի ձևն է կարևոր նաև, մենակ պոչը չի։ Եթե դուք ձկանը նայեք արտաքին, դուք կարող եք մոտավորապես հասկանալ ինքը որտեղ է ապրում եւ ինչպես է շարժվում կամ մոտապես ինչ արագությամբ։ Մարմնի ձևով տարբերվում են, առաջինը տորպեդայանման մարմինն է։ Դրանք ամենաարագալող ձկներն են։
որոնք ունեն երկար պոչի ցողուն եւ նրանց պոչի լողակը ունի իսա լուսնաձև, այսինքն ստեղծում է այնպիսի մակերես, որպեսի կարողանա։ Մյուս ձկները, որոնք տափակ մարմին ունեն, մի քիչ սեղմված ու բարձր, սրանք հիմնականում լիմնոֆիլ, այսինքն ապրում են այնտեղ, որտեղ որ ջուրը կանգնած է կամ դանդաղ է հոսում։ Իրենք էլ դանդաղ են։ Իրանք էլ դանդաղ են, մարմինը տափ, մեկը իմ ուսանողներից ասում է, թե ընկեր Պիպոյան, որ մարմինը նեղջ ավելի հեշտ չի, ճեղքի ջուրը, ասեմ բալես, իհարկե ինքը, բայց հələ պատկերացու ինքը թեքվեց, ամբողջ ուժը գալիս է ու ամբողջ մարմինը կտանի։ Հետևաբար տափակ մարմինը ու բարձր դա բան չի։ Կա օծանման մարմին ունեցողներ, որոնք գալարելով են իրենց մարմինը շարժում։ Դրանք բավական դանդաղաշարժ, օծածկները օրինակ մուրենաները, դրանք դանդաղաշարժ են։ Կա ժապավենաձև, օրինակ թակաբանը, տառեխների արքա այդպես կոչվող ձուկ կա, որի միջալոց ոսկրային ձկներից ամենաերկարն է, կարող է հասնել մինչև 9 մետր երկարությամբ, բայց ինքը բարակ է։ Տեսեք, հիշում եք, ասացի լուսին ձուկը ամենածանրն էր։ Նա կարող է ասենք 3-3.5 մետր ունենալ այդ բարձրությունը, բայց 9 մետր։ Ամենաերկար ոսկրային ձուկն է, բայց ինքը քաշը թեթե մինչև 100 քանի կիլոգրամ, որտեղ ինքը նեղ ու երկար, ժապավեն ոնց որ լինի։ Ամեն դեպքում էլի ծանրակաշ է։ Բնականաբար, ընդ որում խորջերյազուկ է։ Մյուս ձկները օրինակ տափակացած մարմին ունեն, վերևից ներքև կամ կողերից տափակ։ Վերևից ներքև դրանք թմրաձկներն են, կրճիկային ձկներն են, որոնք իրանց տափակ են, հարմարված են ստորջերյա կենսաձևին։ Այն մյուսները, որոնք օրինակ տափակաձկները իսկապես կալկանները, դրանք տափակացած են ոչ թե մեջքից վերև, այլ սեղմված են կողքերից ու մի կողքի վրա են պառկում։ Ու ամենահետաքրքիրը գիտեք որն է, որ այդ ընթացքում անհատական զարգացման ընթացքում իրանք ծնվում են նորմալ ձկներ որպես հետագա անհատական զարգացումը, որ շարունակում է օնտոգենետիկ։ Իրանց մոտ բերանը տեղաշարժում է մի կողմի վրա, այս մի աչքը գալիս է, այս մի կողմի վրա, այս մի կողմը գունավոր է, այս մի կողմը սպիտակ ու մի խոսքով իրանք այսպես են լողում։ Հետաքրքիր է։ Մարմինը էլի գալարելով որպես։ Կան ձկներ, որոնք գնդաձև մարմին ունեն։ Սրանք արդեն պոչը չեն օգտագործում շարժման համար, օգտագործում են իրենց կրծքի լողակը, մեջքի լողակը, այսպես ոնց որ թրթռալով դա անդաղ շարժվում են։ Ուղղակի դրանք էլ դելի դանդաղաշարժ բան են։ Այնպես որ ինձ ցույց տվեք ցանկացած ձկան տեսք, ասեմ ինքը մոտավորապես որտեղ է ապրում, կամ ինչ պայմաններում եւ ինչ արագություն կունենա։ Հետաքրքիր է։ Հա, որովհետեւ ինձ ցույց տվեք ձկան խռիկները, ես ձեզ կասեմ ինչով է ինքը սնվում։ Ինչով են սնվում ձկները։ Բացի այն, որ մեկը մյուսով մամուլ գիշատիչներ նկատում են։ Այո, բոլորը գիշատիչ չեն։ Մենք այսօր բարձեցինք, որ կան նաև բուսակերներ, այսպես ասած։ Ուրեմն ձկները իրենց սննդառության ձևով բաժանվում են մի քանի խմբեր, ինչպես որ բոլոր կենդանիներն են, հա, ուրեմն առաջինը բուսակերներ են։ Երկրորդ խումբը դետրիտակերներ են։ Դետրիտը դա օրգանական մնացորդների տղմային հատվածն է ջրի հատակին եւ ինք ունի բավական մեծ էներգետիկ արժեք եւ ձկների որոշ տեսակներ կարող են սնվել դրանով։ Կան ձկներ, որոնք կոչվում են բենթոսոֆագ։ Ինչ է բենթոսը։ Դրանք հատակամերձ շրջանում բնակվող օրգանիզմներ են, անողնաշար կենդանիներ, որոնցով այս ձկները սովորաբար ունեն բերանը ստորին հատվածում է գտնվում այդ ձկների։ Ձկներ, որոնք պլանկտոնոֆագ են, այսինքն նրանք ֆագ ուտել է նշանակում։ Պլանկտոնը այն օրգանիզմներն են, որոնք ապրում են ջրային միջավայրում, իրանք արագ լողալու հնարավորություն չունեն, եւ նրանք կարող են ուղղակի ջրի հոսքով տեղաշարժվել։ Նրանք ուրեմն կան բուսական եւ կենդանական օրգանիզմներ են։ Ձկների որոշակի մասը կարող է սնվել ուրեմն պլանկտոնով։ Կան ձկներ, որոնք արդեն գիշատիչներ են, սնվում են կամ փոքր ուրիշ ձկներով կամ անգամ իրենց նմանով։ Դրանք կանիբալներն են։ Հա։ Օրինակ հիմա Հայաստանում մի ձկնատեսակ է ընկել վերջի տարիներին գետային պերկեսը կամ գետի պերկեսը, որը Ռուսաստանում իմ ուսումնասիրությունների ընթացքում եմ հայտնաբերել, լիճը ամբողջությամբ միայն այդ մի տեսակը կա։ Հիմա ես ասում եմ ոնց կարող է գոյատևել ինքը։ Ուրեմն նրա ձագերը, որոնք նոր են սնվում են պլանկտոնային օրգանիզմներով, այսինքն փոքրիկ ցիկլոպներ, դաֆնիաներ եւ այլն։ Մի քիչ մեծանում են արդեն, սկսում են իրենց այն փոքր եղբայրներով սնվել, որոնք կան։ Ավելի մեծերը սրանցով, այն ամենամեծը սրանցով, այսինքն ամբողջ էկո համակարգը սննդային շղթան հենված է մենակ իր վրա, մենակ ամենաստորին հատվածում պլանկտոնային օրգանիզմներն են։
Ես սարդերի մի տեսակի մասին գիտեի, այդպես որոնք քարանձավում են ապրում, միայն իրենք կան եւ իրենք իրենցով են Կա սնվում։ նման Աստորեն բանը մեր շատ կենդանիների ձկների մեջ մոտ։ Այսինքն կանիբալ կամ սեփական տեսակով սնվողները բավական շատ են։ Ընդ որում նորածին ձակերին համարյա բոլոր այդ կենդանացին ձկները, ակվարիումային ձկները, եթե չհեռացնես սնողներին, ապա կամ ձակերին չհանես, ապա նրանք կուտեն իրենց բաներին։ Ընդ որում ձկների շատ տեսակներ կան, որոնք որ ծնում են կամ ձունդը շուռ են գալիս սկսում են ուտել իրենց։ Այդպես շատ կա։ Այնպես որ ձկների մեջ մի քիչ բան է սերնդի նկատմամբ խնամում։ Մի հետաքրքիր քանի չեմ մոռացել ասեմ դուք լսել եք որ օրինակ ասենք արուն դառնա էգ։ Օծերի մասին գիտեմ այդպիսի բան, որ սեռափոխվում են։ Ես օծերի մասին հետաքրքիր է որ չեմ լսել։ Այդ դուք որտեղից եք լսել, չգիտեմ։ Մի դոկումենտալ նյութի մեջ եմ տեսել, որտեղ կա որ պարթենոգենետիկ օծեր կան, որոնք միայն էգերով են ներկայացված, բայց հնարավոր է նաև դա, ես չեմ ուզում։ Սխալ եմ հիշում, ամեն դեպքում չի հարցը, կարևորը դա չի։ Հիմա օրինակ բոլորը, հատկապես երեխաները, ես էլ օրինակ երեխա եմ ինձ համարում, շատ եմ սիրում մուլտֆիլմեր նայել։ Ու այն Նեմո մուլտֆիլմը որ կա, փոքրիկ այդ անեմոնային ձկան վերաբերյալ, հայրը որ իր ձակի հետևից գնում եւ չգիտեմ ուր են գնում։ Հիմա իրականությունը որն էր, այդ ձկնատեսակները, որոնք կոչվում են անեմոնային կամ ամֆիպրիոններ, ամֆիպրիոնը լատիներեն անուն է։ Ուրեմն նրանք ապրում են ինչ-որ մի կորալի մեջ։ Կորալը դա այնպիսի մի օրգանիզմ է, որը որ եթե փորձես մատդ մտցնել կամ ուրիշը մոտենա, իրանք խայթող բջիջներ ունեն ու կարող են վնասել։ Իրանց հեշտ չի բան անել։ Բայց այս ձկները ապրում են նրանց շոշափուկների մեջ։ Պատճառը նրանց մարմինի ծածկող բան է, հատուկ գեղձային նյութն է, որը կարծես թե անեմոնը ճանաչում է, իրենց ձեռ չի տալիս։ Հիմա ամենաունիկալը դա չի։ Ուրեմն էգը եւ արուն, նրանք զույգերով են ապրում։ Խոշորը էգն է, մի քիչ փոքրը արուն, պապան։ Էգը ինչ պատճառով մահանում է, արուն, որը որ միջև այդ հայրիկներ, ինքը դառնում է էգ։ Վայ։ Ու այդ անեմոնների շուրջը միշտ պատտվում են փոքր, էլի բոլորը արուններ են։ Մեկը դրանցից դառնում է արու։ Նու նրա արուն։ Որոշ ժամանակ հետո եթե այդ մի եկնել սատկի ինքն է դառնում եւ այդպես իրանք այսինքն իծն է նրանք բոլորը արուններ են։ Եվ հակառակը օրինակի համար կա ակլորիկ տեսակը, դա պետուշոկ են ասում, բետա սպլենդենս տեսակը լատիներեն, բոլոր մինչև 4 ամսական ձակերը էգեր են։ Հետո արտաքի միջավայրի ինչ ազդեցության տակ մեխանիզմը հավանաբար չեմ կարող հիմա բացատրել, նրանք վեր են ասում մի մասը արուների, մյուս մասը մնում են էգեր։ Այսինքն սեռափոխությունը նույնիսկ ուրիշ բաներ կա, նույնիսկ այն տեսակները, որոնց մոտ դա հայտնի չի, երբ որ ուսումնասիրությունները կատարել են, 3 եղել են թառապ, 3-ն էլ էգ են եղել, 3-ը էգ են։ Շատ երկար տարիներ այդ արուին չեն կարողացել գտնել, որպեսզի խառնեն, ու դրանցից մեկը վերածվել արուի։ Վայ։ Այսինքն այդ նման բաներ կան հետաքրքիր։ Ու դա ակվարիումային ձկների մոտ բավական հաճախ է։ Իմ ակվարիումի մեջ այդ էգը, որը որ ձակ էր ունեցել, վերածվեց արուի։ Արտաքինից ինքը փոխվում է։ Կարողանում եք տեսնել արուի։ Ինքը ձակ ուրիշ բանա որ փոքր ժամանակ էգերին է նմանվում բոլորը։ Մեծանում նոր են արուների սեռական հատկանիշ, երկրորդական սեռային հատկանիշները ձեռք բերում։ Կոնկրետ այդ էգը ինձ մոտ ծննդաբերել էր։ Հա։ Հետո ինքը դառավ արու։ Ակվարիումային ձկները։ Ակվարիումային ձկները։ Իրենք միջավայրից անջատված են։ Այսինքն այն կենսամիջավայրը, որտեղ իրենք ծնվում են, իրենց որսում են, բերում են, վաճառում են, հա, քաղաքներում։ Ու հիմա գնալով քիչ են այդպիսի ձկները, դրանք մեծամասամբ ձկնային տնտեսություններում բուծված ձկներ են, մեծ մասամբ հիմա, բայց բնականաբար նախկիները եղել են բնության մեջ։ Սկսենք նախկիններից, հետո համեմատենք ներկաների հետ։ Իրենք կարոտում են, կարոտզգում են, թե իրենց համար միևնույն է, կարևորը կենսամիջավայրը ապահովվի։ Նայեք, ամենադժվար բանը ձկների, որպես ակվարիումիստ եմ ասում, ոչ որպես գիտնական, էլի։ Ամենադժվար բանը, երբ որ բնությունից բռնում ես ձկանը ու բերում ես, փորձում ես պահել։ Նախ պետք է շատ լավ հասկանաս այդ ձկնատեսակը, նախ տեսակը որոշես որն է,
Երկրորդը ինչ պայմաններ է նա նախընտրում, որովհետև ակվարիումը բնականաբար այնպիսի միջավայր է, որը դու չես կարող ապահովել իրեն 100%-անոց գետային պայմաններով, օրինակ եմ ասում։ Բայց ձկների զգալի մասը ունի մեծ ճկունություն, այսինքն նրանց ոնց որ գեների մեջ դրված է, որ այս պայմանից այս պայմանը դու կարաս դիմանաս։ Հա։ Իմ անձնական փորձը էլի ասեմ, բեղաձուկը, հիմա ցանկացած ձկնորս, որը այս հաղորդումը լսում է, կասի, որ այս Պիպոյանը բեղաձկան մասին ինչ-որ ուրիշ ֆանտաստիկ բաներ է պատմում, բայց ես ասում եմ ինչ-որ ես եմ արել։ Ուրեմն իմ հերթական գետային ուսումնասիրությունների ընթացքում ես որսում եմ փոքրիկ բեղաձուկ, որի լուսանկարը իմ գրքում կա է ջայլոց, շատ գեղեցիկ գունավորմամբ, ձեռքս չի գնում այդ ձկանը սատկացնեմ ուսումնասիրությունների համար, ինչ անեմ, բերեցի տուն։ Հիմա ես էլ մեծ հնարավորություններ չունեմ ակվարիումային որ բան անեմ, որոշեցի գցեմ իմ հիմնական ձկների հետ։ Ու եթե այդ ակվարիումիստները լսում հիմա դիսկուսը որ լսի այդ բառը, այդ էլ մեծ զուգ է, որը ամենաերևի թանկարժեք ձկներից մեկն է ու իր սովորական ջերմաստիճանը 28-ից բարձր պետք է լինի ակվարիումում, 28 աստիճան։ Բեղաձուկը գետային ձուկ է, որի նորմալ ջերմաստիճանը 15-ից 16 պետք է լինի։ Լավ։ Հիմա 28-ը ուր, շատ։ հա, այսինքն դա բերում է այն բանի, որ ես այդ ձկանը փոքր բերեցի, մի քիչ ադապտացրեցի ինձ մոտ, հետո սկսեցի կամաց իր մոտ տաք ջուր ավելացնել, ու հետո գցեցի իմ հիմնական ակվարիում։ Ես մտածում եմ, որ ինքը շուտ կսատկի, բայց ինքը ապրեց տարուց ավել, ու ինքը փոքրիկ ձկնիկից 5 սանտիմետրից դառավ 12 թե 13 սանտիմետր, ուղղակի հոսանքը գնաց մեր տան, իսկ ինքը միշտ գնում էր օդամղիչի այդ պղպջակները, որ դուրս է գալի, ինքը գետային ոնց որ պայմաններ այնտեղ էր գտնում իր համար, լողում էր միշտ գլխի վայր այդ կողմի վրա։ Ու երբ որ հոսանքը անջատեցին, ես տանը չէի, մինչև հասա բան եղա, տեսնեմ սա արդեն սատկել էր։ Այսինքն բնության մեջից, երբ որ որսում են ձկնատեսակ ու բերում են, ցանկալի է որ դա լինի էկզոտիկ տեսակ։ Մեր տեղաբնակ ձկնատեսակներին շատ դժվար է պահելը, որովհետև իրանք սառնասեր ու թթվասի նկատմամբ մեծ պահանջ ունեն։ Նույնիսկ կարասը, որը թվում է ամենահասարակ տեսակն է, ոչ մեկ չի կարողանում նորմալ տանը պահի ակվարիումը, որովհետև ինքը հրաժարվում է կերից։ Պատճառը որն է, մինչև հիմա գլխի չենք։ Շատ քիչ դեպքեր ինքը կարող է ամիսներով ապրի։ Հարցը նա չի, որ չի ապրում, բայց հարցը նա է, որ չի ուտում ու վերջո ինքը աստիճանաբար նիհարում, ի վերջո սատկում է։ Ընորում երկարատևության առումով ով ինչքան կարող է ապրել, դա էլ գուցե կետակ։ Օրինակ ամենաերկարակյաց ձկնատեսակը, օրինակ ձեր կարծիքով քանի տարի կապրի ձուկը։ 20-30, շատ լավ։ Մոտավորապես պատկերացեք ծածանը, կարպը։ Ինքը ապրում է հենց ձեր ասած թիվը, մոտավորապես 20-30 անգամ 50։ Բայց Ճապոնիայում ապրել է մեկ առանձնյակ, որը 227 տարի է ապրել։ 227 տարի։ Կոյ, այդպես է գտնում։ Բնական միջավայրում։ Ինքը չէ, բանը, ինքը տան ջրավազանի։ Հասկացա։ Եվ ամենահետաքրքիրը դա չի, ամենաերկարակյաց տեսակներից մեկը, այս վերջերս են հայտնաբերել, երևի մի 7 տարի առաջ դա լայն գրականության մեջ տարածվեց, բևեռային շնաձուկ կա։ Ինքը մոտավորապես երբ որ ծնվում է, մոտ 30 սանտիմետր երկարություն ունի ու գիտնականները հաշվել են, որ ինքը ամեն տարի աճում է ընդամենը 1 սանտիմետր, որտեղ մշտապես ծովի խորքերում է ապրում ու շատ դանդաղ է աճում։ Երբ որ բռնեցին այս կենթանու 5 մետր ու կես առանձնյակի, 5.5 մետր առանձնյակի, նրա ձկների տարիքը կարող են հաշվել մի քանի տարբերակներով։ Եթե թեփուկներ ունի, թեփուկների վրայի օղակներով, տարեկան օղակներ կան, ծառերի պես, կամ խռիկային կափարիչի վրա էլի օղակներ կան, կամ ողերի վրա, կամ օտոլիտներ, ուրեմն դրանք հատուկ կրաքարային գոյացություններ են ներքին ականջում, որը վերցնում են ուտեղ երևում է տարեկանն է։ Մանրադիտակի տակ կարող է հաշվել։ Քանի որ շնաձուկը այդ ոչ մեկը չունի բացի ողերից, ուրեմն այդ ողերի այդ կտրվածքը, որ արել են ու հաշվել են, հետո ասեցին, որ այդքան էլ ճիշտ չի, բայց բոլոր դեպքերում, ուրեմն առաջի բանը, որ 550 տարի է ապրել։ Այսինքն հիմա հետ գնացեք 2000 թվից 500, այսինքն մենք 1000 Կոլումբոսը Ամերիկան կարող է չել հայտնաբերել։
Պատկերացնում եք, բայց հետո գիտնականի մասը ասացին, որ այդ սխալ աշել, բայց տարիքը մոտեցրեցին 380 տարվա։ Ամեն դեպքում փառահեղ տարիք է։ Իհարկե։ Ուզում ասեմ բավական եկե, բայց ձկներ էլ կան, որոնք ապրում են 14 օր։ Հիմա կզարմանաք այդ ոնց են կարողանում մեծանալ։ Ուրեմն այդ ձևի ձկները ապրում են Աֆրիկայում։ Ուրեմն դուք երբ որ իրար հետ գնանք, սիրում եք ճամփորդել ենթադրում։ Այո, շատ։ Հիմա պատկերացրեք մենք իրար հետ գնում ենք Աֆրիկա։ Գնացինք։ Որ երկիր։ Սերենգեթի ազգային պարկի կողքերը Տանզանիա։ Այո։ Ասում եմ Կարինե ջան, ոչինչ չէ, որ այդպես։ Ասում մենք մտերմացել ենք արդեն, հա, այդպես դուք ինձ կարող եք անգամ պարոն Պիպլան էլ չասեք անունով դիմել։ Լավ։ Ճանապարհ գնալ, մտերմացնում եմ մարդկանց, հիմա մենք գնում ենք, ասում եմ Կարինե ջան, գնանք այնտեղ որտեղ որ ձուկ բան անենք էլի, պետք է հավաքեմ ուսումնասիրեմ, ասում ես այ պարոն Պիպլան կամ Սամվել, ախր այստեղ ջուր չկա, ասում եմ հեսա անձրև է գալու։ Մուսոնային շրջանը սկսելու է 2 օրից հետո։ Մենք ուղղակի հիմա վրանը կխփենք, մի քիչ կսպասենք։ Դու ուղղակի դույլեր հետ պատրաստի, որ այդ ձկներին պետք է հավաքենք։ Անցնում է մոտավորապես 2 օր, անձրևները իսկապես գալիս ենք, մենք գնում ենք, կանգնում ենք մի նոր առաջացած ջրափոսի մեջ, մեկ էլ տեսնում ենք այդտեղ ձկներ են լողում։ Դուք ինձ նայում եք ու ասում եք, բալա, այս ձկները անձրևից են ծնվել։ Ցեխի մեջ էին ապրում։ Իրանք ոչ թե ցեխի մեջ, ձկնկիթն է տիղմի մեջ։ Ուրեմն քանի որ այդ մուսոնային բաները շատ արագ չորանում են, ջրափոսերը։ Հետևաբար այս ձկները պետք է հասնեն շատ արագ մեծանան, որպեսզի կարողանան ձվադրեն, այդ ձուն մնա կես տարուց ավել տիղմի մեջ, չորացած արդեն։ Այն միջայլոց այնքան ամուր թաղանթ ունի, որ փիղը կանգնում է, չի կոտրվում։ Ну իրականում դա գալիս է նրանից, որ փղի ոտնաթաթը շատ մեծ է, ուղղակի հավասարակշռություն, հա, ծանրության ամբողջ ուժը չի նում, կետային չի, ուզում ասում բավական, այսպես որ սխվում եք ուժեղ, նոր կարող եք կոտրել։ Շատ ամուր թաղանթ ունեն։ Ուրեմն 14 օրվա մեջ էլի նրանք ուրեմն այդ ձկները ծածանատամնավորներ են էլի շատ արագ բազման 14 օրվա մեջ հասնում են սեռը հասունության, բազմանում են իրենք սատկում են, որտեվ ջուրը չորացավ, ձվերը մնացին հաջորդ սեզոնին։ Այնպես որ մենք կարող ենք գնալ անապատային տեղ, որտեղ ձուկ որսալ են, որում շատ գեղեցիկ գունավորում Ես պատրաստ եմ։ Հա, մենք կարծում եմ կարող ենք այդպես գնալ նաև այն իմ ասած երկշունչ ձկներին որսալու։ Ահա։ Օրինակ, երբ որ գնում են էլի նույն տեղը, Քենիա կամ Տանզանիա, էլի իրար հետ ենք, ու դուք ասում եմ, ինչ կվերցնես, գնում ենք ձուկ որսալու։ Դուք ասում եք դե կարթ, ինչ որ տեսպի բան, չէ, պետք է վերցնեք, որ ձուկ բռնելը ոնց է, կարթի հետ ասոցացվում։ Ես ասում եմ վերցելու բահը, գնացինք բահը։ Փորելու ենք հանենք։ Փորելու ենք, այո։ Ընդ որում գնում ենք լրիվ անապատ տեղ, պատկերացեք ես սեղանի նման տեղ, հարթ։ Ես պարկում եմ գետնի վրա եւ ուշադիր նայում եմ, ասում եմ Կարին է։ Կգնաս այնտեղ, որ մի քիչ ասես բլերակի նման տեղ կա։ Դուք ասում եք, ի՞նչ դե չէ, ասում պարկի գետին տես, որ բլերակ է։ Լավ։ Ուրեմն գնում ես այդտեղ ու ականջդ, ասում եմ, լսի ուշադիր։ Ասում ինչ, ասում լսի, այստեղ փորի։ Ուրեմն դուք վերցնում եք ու սկսում եք փորել այդտեղ ու դուրս է գալիս մոտավորապես այս չափի ինչ որ կուֆշին, հա, ոնց է հայերեն, կուշ։ Կժի նման ինչ որ մի բան, սափուր։ Սափուր, հա, նու բարձ բունի մասով ինքը չի կոտրվում։ Ասում դիր բանի մեջ, ասում ես, ախր էսի ծանր է, ոնց պետք է տանենք, հասնենք, բանը, չոր է, ջուր չկա, բան չկա, ոչ ոք, ասում եմ, լավ, քեզ կօգնեմ։ Մի խոսքով դուք հանում եք, ես լցնում եմ մեր դույլերի մեջ ու գալիս ենք այնտեղ, որտեղ մեր ճամբարն է եւ այնտեղ մենք ասում ենք ջուր բերեք, ջուր եմ բերում ու այս սափորները լցնում ենք այդ ջրի մեջ։ Մոտապես կես ժամ հետո քայքայվում է այս սափորը ու մեջից դուրս է գալի ճմրթած օծի նման ինչ որ կենթանի, ճմրթված, լրի լողակները չկա։ Մոտավորապես մի կես ժամ հետո դառնում է մոտավորապես 1 մետրանոցից մինչև 2 մետրանոց ձուկ, որը լավ է այսպեսի հասպան։ Ինչ է կատարվում։ Ինքն իր շուրջ գործում է, ինքը ինչ է կատարում, երբ որ ինքը ապրում է ջրում, ջուրը սկսում է քչանալ, ինքը անցնում է տիղմի մեջ։ Թաղվում է տիղմի մեջ իր մարմնի լորձով լորձը արտադրում բավականին, ինքը շրջապատում է կողքի տիղմը, որը իր կողքը դառնում է սափորի նման։
Այն վերևում ինքը անդադ քանի որ թոքերով է շնչում օդով։ Ինքը այդտեղից կարողանում է փոքր ճեղք թողել։ Եվ փաստորեն իր ողջ մարմինը, որը պատվում է լորձանման գոյացությամբ, մնում է խոնավ, ինքը չի չորանում ներսում։ Միայն այդ բանը, ասենք, մի քանի րոպեում մի հատ այդպես շնչառական շարժում է կատարում եւ իր թոքը ձևափոխված լողափամփուշտից օդը դուրս է գալիս եւ օդը գալիս է քթով, ընդ որում բոլոր ձկների քթանցները փակ են։ Իրանք կույր են վերջանում, սրանց մոտ կարողանում է վերցնել դրանով ու տանել դեպի իր ու այդպես ինքը 5 տարի միջև կարող է մնել, որի մասին հաղորդման սկզբում ասացի։ Այո։ Սարմանալի կենդանիներ են ու ինձ թվում է ես անծայրածիր հարցեր ունեմ, բայց փորձենք եզրափակել, այնուամենայնիվ զգում են, ցավ զգում են։ Անպայման։ Եվ խոսեցիք արյունատար համակարգի մասին, բայց ես չեմ նկատել կամ չեմ հիշում, երբ ես փոքր էի, հայրս ձկնորս էր եւ մեր տանը հաճախ էին ձկներ լինում տարբեր չափերի, տարբեր տեսակների եւ տարբեր ջրամբարներից ու գետերից ու լճերից եւ ես չեմ հիշում, որ նրանցից արյուն էր գալիս։ Փորձեմ ասել, առաջինը ցավի տեսանկյունից ձկները իսկապես ցավ են ապրում ու շատ մեծ Այնակ ձկնորսները, որոնք որ ձուկ են որսում, կտեսնեք նկարների մեջ, կարթը հանում են, ջրից ձուկը կախված է ուրեմն բանից, այդ կարթից ու շրթունքներից, ու իրանք ավեսով այսպես լուսանկարվում են, տեսեք ես ձկանացած բան եւ այլն։ Հիմա Եվրոպայում, եթե դուք նման բան անեք, ձեզ տուգանում են։ Իմ ընկերը, որը ապրում է Գերմանիայում, այդպես լավ ձկնորս է, ու ինքը ձկանը, երբ որ որսում է, ինքը չի հանում ջրից դուրս, ինքը քաշում է ափ, ու զգուշորեն այդ կարթը բերանից անում, եթե բաց է թողելու, որտեղ հիմա այնտեղ նույնիսկ չեն էլ տանում տուն, բաց են թողում ձկանը, չեն հանում ջրից դուրս, այլ որտեղ ձեր ձեռքը նախ եւ առաջ 37 կամ 36 աստիճան է, ձկան մարմինը, եթե աղբյուրի ջուրը 12-13 աստիճան, չէ, Հիմա ես ձեզ մեկը բռնի 60 աստիճան ձեռքով ինչ կզգաք։ Կվարվեմ։ Ոչ միայն կվա, դիսկոմֆորտը պատկերացնում եք ինչա, իսկ նրանց ոչ մարմինը պատված է լորձային նյութով, դա չորանում է եւ որպես այդպեսին իրանք այրվածքներ են ստանում, եթե դու ձեռքով բռնում ես։ Եթե դուք ինձ տեսնեք, ես որ ձկանը հանում եմ, ջրից ես անպայման պետք է ջրի մեջ թաթախեմ, որպեսզի սառնություն լինի ձեռս, թաթ ձեռքերով եմ բռնում կամ ձեռնոցներով։ Ձկանը չի կարելի մեր ձեռքով ուղակի բռնել։ Ինքը դրանից կարող այրվածքներ ստանա ու սատկի, եթե անգամ բացել թողեք։ Մարմնի մեծ մասը, այսինքն նրանք անպայման չի ձուկը երբ եք տեսել որ հանգիստ ձեր ձեռքի մեջ մնա, ուզում է դուրս գա։ Այ փորձեք մեկ անգամ ինքը փորձում է ձեզանից դուրս բան անել, դուրս գա ձեր ձեռքից, որովհետև ինքը ցավ է ապրում։ Շոկային Մյուսը այդ կարթը անպայման ես կոչ եմ անում նրանց, ովքեր որ այսօր էլ ձկնորսության էլ եմ կրկնում, օրն է, նրանք ովքեր որ հանում են ձկանը չտանջեն այդ տարբերակով։ Երկրորդը վերցնում են ձկանը ու գցում են ինչ-որ մետաղալարից պատրաստված ամանի մեջ, որ կախում են ջուրը։ Ձուկը անդադ շարժում է թեփուկներով իրան պատը խփում ու ինքը վնասվածքներ է ստանում անընդհատ։ Դրա համար պետք է լինի կտորից գոնը, որպեսզի ինքը ցավ չապրի, դուք չվնասեք ձկանը։ Այնպես որ ձուկը շատ մեծ ցավ ապրում, ուղղակի ցավի աստիճանը չեմ կարող ասել, հետևանքների մասին կարող եմ ասել, որ ստրես տարած ձուկը շատ արագ հիվանդանում է, ցավային սինդրոմ ունեցած ձուկը շատ արագ սատկում է։ Այդ ուղղակի իմ փորձը, որ ես նրանց փորձում եմ հետո պահել, խնդիրներ եմ ունենում միշտ։ Եվ երկրորդ հարցը, որ տվեցիք, ասեցիք արյունը։ Այո։ Ձկների արյան շրջանառությունը դա մերը մարդու կատնասունների նույն համակային կենտրոնը երկու արյան շրջանառություն ունի, հա, մեկը գնում է դեպի ուրեմն աջ մասից, եթե երախորշ կամ քառախորշ սիրտ ունի, աջ մասից գնում է դեպի թոքեր, հարստանում թթվասնով, գալիս է ձախ նախասիրտ, հետո ձախ կոմփորոքիով գնում է ամբողջ օրգանիզմը թթվասնով ապահովելու։ Ձկների մոտ դա մեկն է։ Արյունը
գալիս է այդ խրիկներ, հարստանում է թթվածնով, բարձրանում մեքենային զարկերակներ կամ մեջքային աորտա, կներեք, գիտական տերմիններով եմ ասում։ Բնականաբար։ Այնտեղ ուրեմն գնում է ներքին օրգանները, կատարում է գազափոխանակություն, թունավոր կամ վատ նյութերը ածխաթթու գազետ միասին վերցնում, գալիս է դեպի սիրտ, սիրտը մղում է դեպի փորային աորտա ու խրիկներ, այստեղ արդեն դուրս են գալիս այդ վնասական նյութերը, իմիջիալոց մեզը բանի ծկների մոտ դա ամոնիակն է։ Ամոնիակը նրա մեզի 90%-ը խրիկներով է դուրս գալիս ծկների մոտ։ Հիմա հարցը առաջանում, ինչու դուք այրուն չեք տեսնում։ Բնականաբար ձեր հայրիկը երբ որ բերում էր, սատկած են արդեն ծկները։ Այրաշրջանառությունը չի կատարվում եւ հետեւաբար չկա նման բան։ Բայց եթե լինի կենթանի ձուկ, ապա եթե խրիկը կտրեք կամ ինչ որ մի բան, մի անգամից այրունը կգա եւ դուք կտեսնեք, որ նա շատ է լավ այրուն ունի։ Հասկացա։ Այնպես որ սատկած ձկան մոտ դա չի երևում, իսկ եթե կենթանի, ապա բնականաբար ձուկը այրուն ունի։ Ճիշտ է, այն քանակով չի ինչքան որ ցամաքային կենթանիների մոտ է, բայց զգալի քանակ ունի, ինչ խոսք։ Իսկ ձկնկիթը նույնպես զգայարաններ արդեն ունի։ Շատ նորաձև է, չէ՞, ուտել ձկնկիթ, դա ինչ որ բարեկեցության խորհրդանիշ է եւ այլն տարբեր մարդկանց համար, բայց ունի զգայարան այդ։ Գիտեք, եթե խոսքը գնում է նոր դրված ձկնկիթի մասին, բնականաբար ինքը չի կարող զգայարաններ ունենալ։ Ունի զգացողություններ, օրինակ, դա իմ կարծիքով դեռևս ոչ մեկ կամ չեն ուսումնասիրել, կամ ես չգիտեմ։ Այսինքն նոր դրված ձկնկիթը հազիվ թե ունենա, որտեղ ձևավորված չի ոչինչ։ Դրանից հետո է սկսում զարգանալ։ Որոշ ժամանակ հետո, երբ որ ձևավորվում է սաղմը, այդ դեպքում շատ հնարավոր է, որ նա ունենա ցավային ինչ-որ սինդրոմ, զգայարաններ ունենա, որովհետև շատ հետաքրքիր է, որ երբ որ իմ ակվարիումի մեջ ես վերջերս սկալյարներ անունով ձկնատեսակ ունեմ, անդադ ձկնկիթ է դնում ու իրանք խնամում են 2 օր հետո, երբ որ թրթուրները դուրս են գալիս, ու ես որ փորձում եմ այդ թրթուրներին հանել ջրից, սրանք բնականաբար արդեն սկսում են հակազդել իմ գործողություններին, իրանք չեն ուզում իմ ասածը անեն, իրանք վարվում են ինձ ոնց որ իրենք են ուզում, արդեն իրենք ունեն զգայարանների որոշակի փունջ։ Երբ է դա ձևավորվում, երբ ասենք այն սահմանագիծը զգում են թե չէ, մի քիչ դժվար է ասել, բայց հենց որ ձևավորվում է սաղմը, որը որ արդեն ինքնուրույն կարողանում է ինչ-որ գործողություն, բնականաբար արդեն զգայարանների որոշակի տոկոս մոտ աշխատում է։ Դա 100%, ես ավելի ուրիշ բան ասում։ Ձկները կատարում են միգրացիաներ։ Այո։ Պատկերացրեք, եթե մենք լինեինք օծածուկ, որը ծնվում է ենթադրում եմ, որտեղ ոչ մեկ հստակ չգիտի, Սարգասյան ծովում, Սարգասյան ծովի 2 կիլոմետր խորության վրա ծնվել ենք մենք։ Մենք ընդամենը 2 սանտիմետր լեպտոցեֆալներ ենք, լեպտոցեֆալները դրանք բացարձակ թափանցիկ են, դրանք չեն, ոնց որ ապակի լինեն, միայն աչքերն ասև։ Ընկնում են Գոլֆստրիմ հոսանք, Գոլֆստրիմ, որը ողջ Ատլանտյան օվկիանոսը կտրում է, եւ մենք դրեյֆով ուղակի, մենք չենք լողում, հոսանքը մեզ տանում է, հասցնում է Եվրոպայի ափեր, մտնում ենք միջերկրական ծով, գալիս հասնում ենք Բոսֆորի նեղուց, Բոսֆորի նեղուցով Մարմարի ծով, Մարմարի ծովով անցնում ենք Սև ծով, Դարդանելի նեղուց, Դարդան նեղուցով Սև ծով, մտնում ենք այնտեղից Դոն գետը, բարձրանում ենք մինչև Վոլգադոն ջրանցքը, անցնում ենք Վոլգա գետ, գալիս ենք Կասպից ծով, անցնում է 20 տարի, հետո Կասպից ծովից անցնում ենք գետեր, Հայաստանում իմիջիալոց է ձկնատեսակից 3 բանով, դա ուրիշ պատմություն է, բայց ես հիմա այդ եմ։ Ուրեմն դուք այդ 2 սանտիմետր անցնում է մինչև հասնում եք այդտեղ ու ապրում եք Քուր գետում կամ Կուր գետում մոտավորապես 20 տարի։ Շուրջերկրյա ճամփորդություն արեց։ Հիմա դուք պետք է նորից գնաք այնտեղ, որտեղ որ ծնվել եք։ Չեմ պատկերացնում, այ քեզ հրաշք։ Ոնց եք հիշելու այդ ճանապարհը, որով եկել եք։ Կարող ենք ենթադրել, որ ձկները նաև բարձր ինտելեկտ ունեն։ Ես չգիտեմ ինտելեկտի առումով, բայց ես մի բան գիտեմ, որ նրանց բնորոշ է հոմինգ երևույթը, հոմինգ, հոմ բառից, այսինքն տան հոտը հիշելու բան։
Ինքը այդ ամբողջ ճամփորդության ընթացքում ծնված օրվանից հիշում է, թե ինչ համ ունի կողքի ջուրը։ Եվ այդ որ ասում մեր տան հոտն է, չգիտեմ, մեր երկրի բույրն է եւ այլն, ինքը այդ ճանապարհը հիշում է ու գնում է դեպի այնտեղ։ 20 տարի հետո, 15 տարի հետո, 10 տարի հետո դա միջև հիմա գիտնականների կողմից լիարժեք չբացահայտված երևույթ է։ Ընդ որում դա բնորոշ չի միայն օծածկներին։ Շատ ու շատ սաղմոններ, որոնք 2-3000 կիլոմետր ծնվում են գետում, արդեն նա ծովում էր ծնվել, սրանք գետում, հեռավոր արևելյան սաղմոնները, սապատաձուկ օրինակ։ Ինքը ծնվում է 2000 կիլոմետր ամուր գետի վերին ինչ-որ փոքրիկ բանի վրա, մեջ, վտակի մեջ։ Հետո գնում է, հասնում է ամուրի, որտեղ ինքը ծովն է թափում, մտնում է Օխոտի ծովը, հետո գնում է Խաղաղ օվկիանոսի վերևի մասը, պտտվում է մի 4 տարի, գալիս է, մտնում է նորից այդ գետը ու գալիս է այնտեղ, որտեղ ինքը ծնվել է, այն փոքրիկ գետակը, որտեղ որ այդ միլիոններով են այդ գետակները, ինքը գտնում այնտեղ, որտեղ որ ինքն է ծնվել։ Այ քեզ բան։ Հենց որ ձկների զգացողություններն ու զգայարանները ունիկալ են այդ տեսանկյունից ու դեռևս շատ բաներ մենք ունենք հələ բացահայտելու։ Ես հիացած եմ ձկներով։ Անչափ շնորհակալ եմ, պարոն Պիփոյան, ինձ թվում է, որ կախարդական մի աշխարհ էր, որում մենք ամբողջությամբ չհասցրեցինք բացահայտել եւ երևի մի օր էլ հանդիպենք, շարունակենք, որովհետեւ ձկների մասին ինձ թվում է դեռ շատ ասելիք ունեք, ես էլ շատ հարցեր ունեմ։ Ոնց ասեք, ուղղակի մենք խոսեցինք ձկների մասին ամեն ինչից։ Թռիչքაზე մի ոլորտից թռչելով մյուսը, եթե լինեի, ասենք թե նվիրված կոնկրետ ինչ-որ թեմայի, արդեն կմնանք մենք թեմայի մեջ։ Մենք կմասնավորեցնենք հաջորդ հաղորդման ժամանակ, երբ հանդիպենք, անչափ շնորհակալ եմ եւ վերջին թեման ամենա սրտակիցն ինձ սիրենք մեր տունը եւ տուն ասելով նկատի ունենանք նաեւ հայրենիքը։ Լավ եղեք, կհանդիպենք։